Ձեզնից յուրաքանչյուրն այս պահին նստած է այն լույսի տակ, որը հայտնվում է մի քանի աստղային համակարգերի հեռու պատմությունից։ Դուք տեսնում եք մի հատված լույսի, որը եկել է անծայրածիր հեռվից, բայց նույն պահին այդ լույսը չի պատմում ամբողջ ճշմարտությունը։ Ինչ-որ բան տիեզերքում գոյություն ունի, որ մենք չենք տեսնում։ Սա առաջին հարվածն է։ Դուք եք այստեղ, եւ ձեր շուրջը հնչող իրականությունը բաղկացած է ոչ միայն այն բանից, ինչը կարելի է տեսնել կամ դիպչել։ Ինչու կա մի բան եւ ոչ թե ամբողջական ոչինչ։ Սա է մեր հարցը, որը կընդգրկի այդ լույսի տակ թաքնված խճճվածության ամբողջ շերտերը։ Նույն հաջորդ պահը լինի գիտական փաստով բեկում։ Ֆիզիկոսներ Ֆրից Յոզիֆ Զվիգի 1933 թվականին Caltech-ում working նկատեցին, որ կլաստերը չեն համապատասխանվում միայն տեսանելի զանգվածին։ Վերա Ռուբինը 1970-ականներին Department of Terrestrial Magnetism-ում Carnegie Institution of Washington-ում ցույց տվեց, որ գալակտիկաները պտույտ են կատարում այնպես, ինչպես եթե նրանք ծանր, թաքնված զանգվածով լինեին։ Սրանք տեխնիկական տվյալներ էին, բայց հարվածն ընկավ ուղիղ էպիստեմոլոգիայի վրա։ Մենք կանգնած ենք մի տեսությամբ, որտեղ առկա է ազդեցություն առանց տեսիմողո պատճառի։ Եվ հարցը դարձավ ավելի կտրուկ։ Այն, ինչ ճանաչելի եւ հաշվարկելի է, չի հավասար վաղկեությանը։ Մտածեք հիմա 3 տարբեր ոչինչ տեսաբանությունների մասին, որոնք տարբեր մարդկանց համար նույն բառն են կրում, բայց նշանակություններն ամբողջովին տարբեր են։ Առաջինը՝ մետաֆիզիկական ոչինչը։ Դա այն ոչինչն է, չնե, որը փիլիսոփաներն քննարկում են, գոյության նախնական բացակայությունը, երբ ոչ մի առանձնահատկություն, ոչ մի առարկա, ոչ մի հարաբերություն չկա։ Երկրորդը՝ ֆիզիկական վակուումը։ Մեզ համար դա այն տարածքն է, որտեղ չի լինի պակաս կամ ժամանցային բարիոններ, բայց կա քվանտային դաշտերի ակտիվություն եւ էներգիա։ Երրորդը՝ մաթեմատիկական դատարկությունը։ Սա ամենափոքր եւ ամենականաշ տարբերակն է, պարզ կերպով բաց սահմաններով եւ կառուցվածքային կանոններով, մեկ դատարկ սխեմա կամ մեկ դատարկ շաբլոն, որը կարող ես գործարկել ցանկացած մոդելի վրա։ Պետք է հստակ դարձնել, այս երեքը ոչինչ չեն նույնը։ Մետաֆիզիկական ոչինչը խոսում է օնտոլոգիական բացակայության մասին, այնտեղ ոչ մի պատնեշ չկա, ոչ մի պատճառ։ Ֆիզիկական վակուումը, օրինակ, աշխարհի այն գոտին է, որը քվանտային դաշտերի տեսության մեջ չի հավասար զրոյին։ Հենդրիկ Կազիմիրը 1948 թվականին In Philips Research Laboratories-ում հաշվարկեց այն ազդեցությունը, որը այսօր կոչվում է Կազիմիրի էֆեկտ։ Մաթեմատիկական դատարկությունը էապես կառուցվածքային։ Դա այն սխեման է, որի հիման վրա կարող ես կառուցել բազմաթիվ կանոններ, եւ այն չի ասում ինչն է ֆիզիկայում իրական։ Այստեղ առաջին ճողոպրումը մեր ինտուիցիայից։ Երբ գիտության բառը ոչինչ է փոխադրում, անխուսափելիորեն ծնվում են խախտումներ։ Մտածեք մի պահ, ինչպես մի տարը կարող է լինել ոչինչ, բայց միևնույն ժամանակ առաջացնել իրական հետևանք։ Այդ հակասությունն է մեզ մոտ մութ նյութի պարադոքսը։ Մութ նյութը մեզ ցույց է տալիս, կա նշան, կա գրավիտացիոն ազդեցություն, բայց այդ ազդեցությունը չի արձագանքում էլեկտրոմագնիսական ալիքներին, այսինքն այն մեզ չի երևա լույսով։ Այս իրավիճակի ամբողջ շունչը հիշեցնում է այն բան, որ գիտելիքի մի մասը, մեր զգայական եւ գորգորսնական տեխնոլոգիաների աշխարհը կարող է մնալ անտեսանելի ֆիզիկական փաստերի պատճառով։ Այդ եթերը նորից վերադառնում է, բայց այլակերպ, ոչ որպես եթեր, այլ որպես օրենքների տակ սխեմաներ, որոնք տեսանելի չեն մեր ճովարի աչքով։ Այս պահին տեխնոլոգիական հարվածը մտնում է խաղի։ Ճշգրիտ դիտարկումներն փոխեցին ենթադրությունները։ Պլանկի համագործակցությունը ESA-ի ծրագիրը գործարկումը սկսվեց 2009 թվականին։ Հիմնական արդյունքները հրապարակվեցին մոտակա տասնամյակում, մոտ 2013-ից մինչև 2018 թվականներին։ Եվ ՈՒՄԵ-ի տվյալները ցույց տվեցին, որ տեսանելի բարիոնները կազմում են տիեզերքի միայն փոքր մասը, իսկ մեծ մասը անտեսանելի է։ Արդյունքները, որոնք ժամանել են ՈՒՄԵ-ի եւ Պլանկի համաձայնությամբ, ցույց տվեցին, որ մեր հաշվարկային աղյուսակի մի մեծ մասը անտեսանելի է, եւ այդ տվյալները փոխեցին ընթացքը։ Ահա տեխնոլոգիական հաղթահարում։ Սարքերը մեզ բերեցին մի պատկեր, որը խթանեց նոր տեսություններ ու նոր հարցեր։ Երբ մենք խառնում ենք մետաֆիզիկական ոչինչը եւ ֆիզիկական վակուումը, մեզ մոտ հայտնվում են կեղծ եզրակացություններ։ Մարդիկ կարող են ասել, եթե մեզ մոտ կա վակուում, ապա ոչինչն ինքն է տալիս ամենը։ Սա վտանգավոր պարզեցում է։ Ֆիզիկական վակուումը 80%-ով լցված է փոփոխականություններով եւ դաշտային կարգով։ Այն կարծես ոչինչ չէ, բայց նաեւ այն չի պարունակում օբյեկտներ այնպիսի իմաստով, ինչպես դուք կամ ես։
Մետաֆիզիկական ոչինչի նույնացումը նշանակում է կորցնել տարբերությունը պատճառության և ախորժի միջև։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի շփոթություն։ Եվ հենց այստեղ սկսվում են գիտական ֆիլոսոֆիական մեղքերը, որտեղ լեզուն և մոդելները փոխանակվում են իրականության և պատկերացումների հետ։ Մեկ այլ սխալ՝ ֆիզիկական վակուումը որպես մաթեմատիկական դատարկության մեկնարկային կետ ընկալելն է։ Մաթեմատիկական դատարկությունը կարող է ձեզ սովորեցնել կառուցել մոդելի կառուցվածքը, բայց ոչ պարտադիրորեն են ֆիզիկական նրբությունները, որոնք կլինեն տվյալ իրականության մեջ։ Սա նույնն է, թե ինչպես հուշել մի առանց պատկերների գրաֆիկային տեքստ և սպասել, որ այն նույնքան կենսունակ կլինի, որքան ուղիղ հսկայական գնել։ Այս խառնաշփոթը բերեց նաև հայտնի վակուումային աղետը, այն պարադոքսը, որ քվանտային դաշտերի կանխատեսումները գնահատում են վակուումային էներգիան դիտարկումներից զարմանալիորեն շատ ավելի մեծ։ Փիլիսոփայական մի փոքր հսկողություն պետք է պահենք։ Երբ Սթիվեն Վայնբերգը 1989 թվականին University of Texas at Austin-ում հրապարակեց իր վերլուծությունը կոսմոլոգիական համասարքի խնդրի մասին, նա մատնանշեց տարբեր շերտերի բարդությունը։ Սա ոչ միայն մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիր է, սա նաև հարց է, ինչն է համարվում բացարձակ հիմք։ Պարզունակ կարճատեսությունը կարող է բերել եզրակացության, որ եթե մաթեմատիկան ինչ-որ բան արտասանում է, ապա այդ ինչ-որ բան պետք է գոյություն ունենա ֆիզիկապես, բայց սա ոչ միշտ է ճիշտ։ Եվ այդ սխալները խճճում են հանրային մտքում այն, ինչը իրականում սովորաբար գիտության հավասարականության մասը միայն։ Եկեք դարձնենք պատկերները ավելի առարկայական։ Ֆիզիկական տեսանկյունից վակուումը նման է լճակի վրա հանգիստ ջրի մակերեսի։ Քվանտային տեսության մեջ այդ մակերեսը ավելի ճիշտ նկարագրելու համար պետք է հիշել, որ այն քչակյորեն աշխուժ է, փոքրիկ ալիքներով և ֆլուկտուացիաներով, ինչն երբեմն ստեղծում է զույգ մասնիկներ, որոնք հաջորդաբար հայտնվում են ու անհետանում։ Սա մեր բնազդային ոչինչը չէ, դա շարժում ոչինչ է, և հենց այդ շարժումն է տալիս observable հետևանքներ։ Բայց բառը ոչինչ այստեղ խեղաթյուրում է իմաստը։ Մենք ունենք ֆիզիկական գործողություն, նույնիսկ երբ օբյեկտներ չկան։ Այսօր փոքր թվային հարված։ Դուգլաս Քլոուն և համախոհները հրապարակեցին 2006 թվականին In Bullet Cluster-ի գրավիտացիոն քարտեզը, որը ցույց է տալիս զանգվածի պիքերի և գազի տարածքի չհամընկնումը, և որը համարվում է ուժեղ էմպիրիկ ցուցիչ մութ նյութի առկայության համար։ Այս դիտարկումը տեխնիկապես ցույց է տալիս, որ մեծագույն զանգվածը չէ գտնվում այնտեղ, որտեղ հիմնական գազն է, և դա ուժեղ էմպիրիկ նշան է առջևի մութ նյութի համար։ Այս տվյալը խախտեց շատ պարսխող մտածողություններ և ստիպեց գիտական համայնքին ավելի լուրջ վերաբերվել այն գաղափարին, որ մեծ մասը թաքնված է և այլ բան է, ոչ թե պարզ սահմանափակում։ Այդ արարման մեջ կա նաև մտավոր ճնշում։ Մենք արդեն ունեինք տվյալներ, և նոր տեխնիկայով դրանք ուղի պատասխանեցին մեր տեսության հիմքին։ Գերեզմանական եզրակացություն պետք չէ անել շտապ։ Երբ մի մարդ լսում է մութ նյութ և մտածում թաքնված մասնիկներ, նա մոտեցում է միայն մեկ հնարավորությանը։ Մոդելների բազմազանությունը AU-EMP-ից մինչև աքսիոններ և նույնիսկ պրիմորդիալ սև խոռոչներ ցույց են տալիս, որ ֆիզիկան ունի բազմաթիվ ազատություններ, որոնցից մենք դեռ չունենք վերջնական բացահայտում։ Xenon 1T-ի և Lux-ի փորձերը 2010-ականների սկզբից իրենց լաբորատորիաներում դարձել են այն գործիքները, որոնք սահմանափակում են որոշ հաշվարկված հավանականություններ, բայց չեն տվել վերջնական պատասխան։ Այնպես որ տեսականության վիրաբուժությունը պետք է հարգի տվյալները և եղանակումը, այլ ոչ թե հակառակը։ Միջանձնային մակարդակի ևս մեկ հարված։ Գիտությունը հաճախ օգտագործում է բառը տեսնել որպես արդարացման նմուշ։ Եթե դուք չեք տեսնում, ապա չկա։ Այս պարզացումն այն սխալն է, որը պատմական ալի առաջնորդել է հայացքի սահմանափակումներին։ Մենք այսօր գիտենք, որ գրավիտացիան կարող է մեզ ցույց տալ ավելի շատ, քան լուսային մեթոդները։ Այդ գիտակցումը պետք է փոխի մեր առօրյա լեզուն։ Տեսելի իրականություն և բոլոր փաստերը չեն համընկնում։ Եվ հենց այստեղ է մեր ակադեմիական պատասխանատվությունը՝ տարբերակներ լավ տարանջատել ու չխառնած միավորել երկու աշխարհի բաները։ Վերադառնանք երեք ոչնչի տիրույթին և դիտարկենք, թե որտեղից ծագում է մեթոդաբանական խառնաշփոթը։ Մետաֆիզիկան խոսում է ընդհանրական պատճառների և առհասարակ գոյության մասին։ Ֆիզիկան աշխատում է ճշգրիտ փորձերի վրա, իսկ մաթեմատիկան առաջարկում է լեզուն, վերբ այ ամբողջը կարելի է գրել։ Խառնուրդը տեղի է ունենում, երբ հենց նույն լեզուն կամ նույն ժոտան բառը սկսում են փակել տարբեր ոլորտների խնդիրները, և այդ ժամանակ թվում է, թե մեկը կարող է փոխարինել մյուսին։ Սա գիտական սխալների աղբյուրներից մեկն է՝ իմաստների միակողմանի փոխարինումը։
Փորձը ցույց տվեց նաև էպիստեմիկ սահմանափակումները։ Ջեյմս Փիբլսը 1990-ականների սկզբին Փրինսթոնում ընդգծեց, որ մոդելները պետք է համընկնեն բավականաչափ տարբեր դիտարկումներով։ Նշանակում է, որ մեկ արդյունավետ մաթեմատիկական բարդություն չի կարող փոխարինել բազմաշերտ դիտարկումների ամբողջական գծապատկերին։ Այս մտածողությունը ստիպում է թույլատրել պարզ եզրակացությունը, որ տեսական մոդելը, որը գործում է մաթեմատիկապես, ավտոմատաբար հաստատում է օբյեկտիվ լինելը։ Մենք պետք է լինենք ճշգրիտ, ինչն է մոդել եւ ինչն է իրականության մի շերտը։ Այս մասում պետք է մեկ փոքրական հուշում նաև էթիկական տեսանկյունից։ Երբ խոսքը գնում է չտեսանելիների մասին, հասարակությունում կարող է առաջանալ պանիկա կամ գերասահմանումներ։ Գիտնականները եւ փիլիսոփաները պետք է հաղորդեն տարբերությունները պարզ եւ պատասխանատու լեզվով, որպիսի հանրություն չվերահասկացնի գիտության սահմանները։ Մեր լեզուն կարող է կիրառվել որպես զենք, եթե մենք խառնենք մետաֆիզիկան, ֆիզիկան եւ մաթեմատիկան։ Մենք կստեղծենք անիմաստ վստահություններ եւ վտանգավոր պարզեցումներ։ Ստեղծագործական պատասխանատվությունը նաև մարդկային առօրյայի հարց է։ Վերջում կարևոր հարցը. ինչ որ բան կա եւ ոչինչ չէ։ Սակայն ինչ որ բան այս պահին մեզ համար նշանակում է նաև անտեսանելի ազդեցություններ, որոնք մենք կարող ենք հաշվարկել եւ ոչ կարող ենք ուղղակի տեսնել։ Եթե մետաֆիզիկական ոչինչը թույլատրում է եզրակացություններ, որոնք չեն զգացվում ֆիզիկայի միջոցով, եւ ֆիզիկական վակուումը ենթադրում է էներգիաների ակտիվություն, ապա որտեղ է այն եզրահանգման սահմանը, երբ մենք սկսում ենք խոսել առավել կարևոր ոչինչի մասին։ Ուշադրություն։ Մենք չենք հաստատում որոշում, մենք պարզապես հերթական անգամ բացում ենք հարցը եւ խնդրում ենք ձեզ մնալ նախազգուշավոր։ Արդյոք գիտությունը կարող է երբևէ ամբողջովին պատասխանել այն պարզ, բայց ահավոր հարցին։ Ինչու կա ինչ որ բան, այլ ոչ թե ամբողջապես ոչինչ։ Գետնի մակերեսը լռում է։ Ձյունաբուքով ցնցվող մի փոքր ալիք կարող է առավոտյան արևի տակ արտացոլել ամբողջ տիեզերքը, փոքրիկ իմացության պատուհան դարձնելով։ Այս պատկերն է պետք, որ դուք վստահեք մեկ հարցի, որի շուրջ կկողմնորոշենք այս մասի պատմությունը։ Արդյոք ոչինչը իսկապես դատարկ է, թե նրա տակ թաքնվում է մի ամբողջ օվկիանոս, դաշտերով եւ գերհզոր անհայտ էներգիաներով։ Ցավոք պարզ հարցը՝ ոչինչը չկա, ոչ ոք չի կարող ընդունել։ Այս չափն անցնում է պարզ տեսականության սահմանները։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես աստղերի ու գալակտիկաների շարժումը բացահայտեց անտեսանելի ազդեցություններ, մութ նյութի առկայությունը նկատելու միջոցով։ Հիմա քայլ ենք կատարելու դեպի միկրոաշխարհը, հատկապես դեպի այն հատվածները, որտեղ դառնում է ոչինչը նշանակում է իրական, հաշվարկվող, չափվող հատկություններ։ Եվ այստեղն է երկու մոդելների բախումը։ Դասական դատարկություն, որպես հետևանքների չլինող վակուում, եւ քվանտային դաշտային վանվակուումը, որպես ակտիվ էներգետիկ հարթակ։ Առաջինը մենք սովորաբար պատկերացնում ենք որպես սենյակ առանց մասնիկների եւ ըստ իս առանց էներգիայի։ Երկրորդը պատկերացնում է դաշտեր, որոնց հատակին ցատկող փոքր ալիքներ կան։ Այս երկու պատկերներն են, որոնք մենք պետք է համեմատենք, գնահատենք նրանց ուժերը եւ ամուր սահմանները։ Գործնական օրինակ. դասական դատարկ սենյակը ցանկացած պահի կարող եք բացատրել որպես իրարից բաժանված ոչ մի բան։ Այս պատկերով չի կարելի բացատրել այն թերահավասարությունները, որոնք հայտնվում են քվանտային հավելվածներում։ Նաև այդ պատկերն անչափ պարզեցնում է խնդիրը եւ թերի է այն դեպքում, երբ մեզ պետք են փոքրամասշտաբային ենթադրություններ։ Դաշնամուրի լարերի նման, երբ փակեք մի քանի ռեժիմներ, փոխվում է ձայնի տոնայնությունը։ Այստեղ սկսում է խաղալ քվանտային դաշտի մոդելի սահմանափակումը, եւ ահա ինչ է անունը՝ Կազիմիրի ազդեցություն։ Ֆիզիկ Հենդրիկ Կազիմիրը 1948 թվականին In Philips Research Laboratories-ում նախանշեց այս պարզ գաղափարը։ Երկու մետաղական թերթիկներ, միմյանց միջև շատ փոքր հեռավորությամբ տեղադրված, զգում են ճնշում, որը ձգում է դրանք մոտեցնելու։ Սա ոչ թե տեսանելի ուժի հետևանքն է, այլ դաշտերի մոդերի սահմանափակման պայմանավորված էներգիայի փոփոխություն։ Կազիմիրի հաշվարկը ցույց տվեց, որ վակուումը չի հավասար դատարկությանը։ Նրա տակ դաշտերն ունեն 0 պոինտ էներգիա, եւ երբ որոշ ալիքներ կարող են գոյություն ունենալ միայն որոշ պայմաններում, վակուումի էներգիայի արդյունավետությունը փոխվում է, առաջացնելով նկատելի ուժ։ Բայց արտարոց չի միայն տեսականությունը։ Փորձը խոսեց եւս։ Փորձերը առաջին անգամ փորձեցին չափել այդ ուժը 1950-ականներին, բայց տեխնիկան սահմանափակ էր եւ հարցերը մնացին։ Այդուհանդերձ Սթիվ Լամորոյի 1997 թվականին ի անցկացրած ճշգրիտ փորձերը ցույց տվեցին Կազիմիրի ազդեցության առկայությունը, եւ դրանց արդյունքները հետագա փորձերի հետ համադրած ամրացրին այդ էֆեկտի իրականության մասին պատկերացումը։ Ստոպ։ Իսկ ինչ է նշանակում վակուումը ունի էներգիա գործնական տեսանկյունից։ Պարզ նկարագրություն։
Մտածեք մակերեսի շուրջ փափուկ ջրի երանգի մասին։ Մակերեսը մշտապես թրթռում է, նույնիսկ երբ դուք չեք տեսնում ալիքները։ Այդ թրթռումը նման է քվանտային դաշտում շարունակական փոքր շրջանտումների։ Այս փոքր վիրտուալ մասնիկները երբեմն անվանվում են այդպես, որովհետև դրանք չեն հանդիսանում երկարատև դիտվող մասնիկներ, այլ ժամանակավոր դաշտային ընթացքներ, որոնք թողնում են հետքեր, օրինակ Լեմբի շեղման տեսքով։ Ֆիզիկ Ուլիս Լեմբը Կոլումբիա համալսարանից 1947 թվականին իմ փորձով հայտնաբերեց էներգիայի մակարդակի փոքր փոփոխություն, այժմ հայտնի որպես Լեմբի շեղում։ Այդ հաշվարկը եւ չափումը ցույց տվեցին, որ էլեկտրոնների էներգիայի մակարդակները փոփոխվում են քվանտային էլեկտրոդինամիկայի վակուումային ֆլուկտուացիաների պատճառով։ Այսինքն, վակուումային ֆլուկտուացիաները թողնում են արձագանքելի չափվող հետքեր, փոքր, բայց չափելի։ Այսպիսի արդյունքները դարձան ծանրակշիռ պատճառ, որ գիտնականները հեռացնեն վերացական դատարկության գաղափարը եւ քայլեն դեպի դաշտային օնտոլոգիա։ Եվ այստեղ կրկին հայտնվում է տարաձայնություն։ Մի կողմում կա պարզ բացատրություն։ Կազիմիրի ազդեցությունը ինտերպրետվում է որպես վակուումային 0 պոինտի էներգիայի փոփոխություն։ Մյուս կողմում Իվգենի Լիվշիցի մոտեցումը 1950-ականներին առաջարկեց, որ այս ուժը կարելի է հասկանալ նյութերի միջգործակցությունների եւ մակերեսների հատկությունների արդյունքում առաջացած Վան դեր Վալսի նման ուժերով։ Այ հենց երկու տեսանկյունները հաճախ կարող են բացատրել նույն երևույթը, տարբեր լեզուներով, եւ դա չի պակասեցնում տվյալների արժեքը, բայց սա հանելուկ չի լուծում ամբողջովին։ Եթե վակուումը իսկապես ունի էներգիա, եւ եթե ցանկացած դաշտ ունի 0 էներգիա միայն պատվիրված նվիրումների պահանջով, հետեւյալն էլ կարող է լինել կարևոր։ Վակուումը միայն մեկի համար է 0, եւ այդ մեկը դուք եք։ Եթե ցանկացած դաշտ ունի 0 էներգիա, ապա այդ էներգիան պետք է somehow ճշգրտվի տիեզերքի մասշտաբով, եւ նրանից ծագում է խորամանկ հարցը. ինչու է դիտարկվող կոսմոլոգիական լամդան այնքան փոքր համեմատած քվանտային հաշվարկներով։ Ստիվեն Վայնբերգը այս հարցը նկարագրել է որպես կոսմոլոգիական կարենության խնդիր, նշելով, որ քվանտային հաշվարկները տալիս են վակուումային էներգիա, որը աստղագիտական չափումներից անհամեմատ ավելի մեծ է։ Այստեղ մենք բախվում ենք օրենքների կիրառելիության սահմանին։ Այս սահմանը, որտեղ կիրառելի է քվանտային դաշտերի տեսությունը եւ որտեղ սկսում ենք կորցնել հաշվարկների հստակությունը, հանդիսանում է մեր երկրորդ խումբը՝ մոդելների սահմանը։ Գրավիտացիան ընդհանուր հարաբերականության տեսքով դժվարությամբ է համաձուլվում քվանտային դաշտերի հետ։ Նրանք խոսում են տարբեր լեզուներով։ Երբ փորձել ենք համատեղել նրանց, մենք բախվել ենք անջատվածության, անբացատրելի մեծ թվերի եւ անորոշ սահմանների հետ։ Այդ սահմանն այն է, երբ մոդելները չեն կարող ավելի, եւ մենք կանգ ենք առնում անհասկանալի հարցի առաջ։ Մեկ այլ հիպոթեզ. տիեզերը կարող է ի հայտ գալ որպես քվանտային ֆլուկտուացիա, առանց ընդհանուր էներգիայի խախտման, եթե դրական նյութային էներգիան հավասարեցվում է բացասական գրավիտացիոն պոտենցիալային էներգիայի հետ։ Այս գաղափարը առաջարկվել է մի շարք հեղինակների կողմից եւ հմայիչ է, քանի որ այն տալիս է մի հնարք, ինչպես կարող է ինչ-որ բան ծնվել ոչնչից, առանց էներգիայի խախտման պահանջի։ Բայց այստեղ կան տեխնիկական եւ հիմնարար դժվարություններ։ Ընդհանուր հարաբերականությունը չի տրամադրում գլոբալ, միանշանակ, համընդհանուր էներգիայի պահպանման օրենքը այնպիսի տիեզերքների համար, որոնցում մենք հաճախ ենք աշխատում։ Նաեւ նույնիսկ եթե մի հարթությունում կարելի է մոտավոր հաշվարկել 0 ընդհանուր էներգիան, դա չի լուծում այն բացը, որը կոչվում է վակուումի աղետը։ Որտեղ է լուծումը։ Մի մասը ֆիզիկոսների ասում է պետք է խթանել լիարժեք միավորում, քվանտային գրավիտացիա։ Մյուս մասը առաջարկում է, որ խնդիրների լուծումը կարող է գրվել բնական ներքոգից, regularization-ի մեջ, ինչ-որ մեխանիզմ, որը խափանում է գերագնահատված քվանտային ներդրումները։ Բայց այս վարկածները դեռ փորձերով չեն հաստատվել եւ մնում են տեսական առաջարկներ։ Վերադառնանք Կազիմիրին։ Կան մարդիկ, ովքեր ասում են, Կազիմիրը ապացույց է, որ վակուումային էներգիան իրական է։ Մյուսները հակադարձում են, այն կարող է ամբողջությամբ հաշվարկվել նյութերի միջգործակցությունների միջոցով, Լիվշիցի մոտեցումը հիշատակելով, ուստի ոչ պարտադիր է, որ Կազիմիրը ցույց տա գլոբալ վակուումային էներգիայի ճշմարտությունը։ Այս բանավեճը ծառայում է որպես դոգմատիզմից ազատ հարց, որն է իրականը եւ որը հաշվարկային կառուցվածքը։ Արտասովոր պատկեր։ Պատկերացրեք գրադարան, որը պարունակում է միևնույն պատմությունը բազմաշար լեզուներով։ Ունենալով տարբեր նկարագրություններ նույն երևույթի մասին, չի նշանակում, որ մեկը ավելի իրական է, քան մյուսը։ Այպես գիտությունը երբեմն ունի բազմափոխ հաշվարկներ նույն սարքին։
Եվ մենք ընտրում ենք այն մոտեցումները, որոնք լավագույնս կապվում են նոր տվյալների հետ։ Սա նաև ընդգծում է փոքր եւ մեծ աշխարհների կապը։ Նույն օրինակը նստած է նաև մակրոսկոպիկ տիեզերքի հիմնական հարցերի կողքին։ Արժեքավորման հարց։ Եթե վակուումային ֆլուկտուացիաները կարող են ազդել տիեզերքի ընդլայնման արագության վրա, ապա ինչպես նրանք չեն փոխում այն այնպես, որ մենք չենք տեսնի այն, ինչ տեսնում ենք։ Սա վակուումի աղետի էությունն է։ Կամ մենք չենք հասկանում մեխանիզմը, որը նվազեցնում է այդ մեծ արժեքները, կամ մեր տեսությունը ինչ-որտեղ սխալ է։ Ահա թե ինչու գիտնականները պահանջում են փորձարարական իջեցում, ոչ միայն մաթեմատիկական գեղեցկություն։ Տեխնիկական առումով, ընդհանուր հարաբերականության մեջ գլոբալ էներգիաներին աշխատելու համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Մինչև մենք չստանանք ավելի լավ փորձեր եւ դիտումներ, շատ հարցեր կմնան բաց։ Կամաց-կամաց զգում ենք, որ մեր հաշվարկները սահմանափակ են եւ պահանջում են ավելի ամուր փորձարարական սահմանափակումներ։ Վերջին մասը՝ մտահոգիչ եւ հմայիչ։ Գիտնականները պետք է անեն հետևյալը. ցանկացած գաղափար, որքան էլ գեղեցիկ լինի մաթեմատիկորեն, պետք է դիմակայվի քվանտատախտակային փորձարկումներին։ Մութ նյութի ու մութ էներգիայի ձգտումներում մակուումը կարևոր դեր ունի, բայց այն չի լինի վերջնական պատասխան, մինչև չենք լուծում հաշվարկների եւ քվանտ գրավիտացիոն սահմանների բարդ խնդիրը։ Այս մասի վերջում չի կարելի հանգստանալ, ոչինչ փակված չի մնա։ Մենք կանգնած ենք երկու մոդելների երկունքում՝ դասական դատարկության եւ քվանտային դաշտային վակուումի միջև, եւ տեսնում ենք նրանց ուժերը, օրինակներով։ Ինչպիսին է Կազիմիրի ազդեցությունը եւ Լեմբի շեղումը եւ նրանց սահմանները։ Ինչպիսին է կոսմոլոգիական կայունության խնդիրը։ Հաջորդ քայլը ոչ թե կտրուկ ընտրություն է, այլ մեկ անխուսափելի հարց։ Որտեղ է այն սահմանը, երբ գոյություն ունեցող օրենքները ստիպված են փոխվել, եւ ինչպիսին կլինի այն տեսությունը, որը հարստացնում է մեզ ոչ միայն հաշվարկներով, այլև ավելի խորը, ինտեգրալ պատկերով։ Մենք մոտ ենք պատուհանին, եւ պատուհանի կողմը մութ է ու անհրաժեշտ է նոր լույս։ Պատկերացրեք, ամբողջ տիեզերքի պատմությունը սեղմված է մեկ ժամի մեջ։ Դուք միայն տեսնում եք վերջին վայրկյանը։ Պարզ եւ ապահով աշխարհը չափշեցնող անցյալից առաջացավ մի պահ, որտեղ հաշվարկները խզեցին իրենց ու սկսեցին փայլել անհասկանալի թվերով։ Ինքներդ հարց տվեք. եթե այդ մեկ վայրկյանը ամբողջական գիտելիքն է, ապա ի՞նչն էր այն բազմապատիկ շերտերի տակ, որ դասական ֆիզիկան մի պատկեր չի նկարագրում։ Ֆրիդմանի Լեմատրեի հիմքերը ուղիղ ճանապարհ են տալու հոգևոր շոկին։ Ալեքսանդր Ֆրիդմանը 1922 թվականին մեծ հաշվարկներով ցույց տվեց, որ ընդհանուր հարաբերականության հավասարակշռական հավասարումները ընկղմվում են ընդարձակվող կամ փակումով տիեզերքի լուծումների մեջ։ Եվ Ժորժ Լեմատրեն 1927 թվականին կապեց աստղագիտական դիտումներն ընդլայնության հետ։ Բայց այս տրամաբանական հետընթացը հանգեցրեց մեկ խիստ անհարմար հետևանքին։ Անցյալը երբևէ սահմանափակվում է ու վերածվում է սինգուլյարության։ Այնպիսի կետերի, որտեղ խիտությունն ու կորությունը դադարում են իմաստ ունենալ եւ օրենքների հետ անհամատեղելի են։ Սա առաջին հարվածն է ձեր բնական զգոնությանը։ Մի պահ ձեզ թվում է, որ պատմությունը ունի սկզբում, սակայն այս սկիզբը բնագիտական լեզվով նշանակում է, որ համակարգը դուրս է գալիս իր օրենքներից։ Պենդրոուի եւ Հոքինգի փորձարարական ու տեսական աշխատանքների շնորհիվ Ռոջեր Պենդրոուն 1965 թվականին, իսկ Սթիվեն Հոքինգ 1970 թվականի փորձերով ու հետազոտություններով մենք հասկացանք, որ ներառյալ ժամանակի եւ տիեզերքի շատ ընդհանուր պայմաններում, երբ ուժեղ գրավիտացիաները խոշորանում են, ընդհանուր հարաբերականությունը ենթադրում է անցյալային անկման կետեր։ Բայց սպասեք, այստեղ սկեպտիցիզմը իրավացիորեն փչում է մտքում։ Սա նշանակում է, որ տիեզերքը ունեցել է 1.5 կետ սկզբում, կամ նշանակում է, որ հենց մեր տեսությունն է անտեսանելի։ Դուրս եկեք այս սկեպտիցիզմից եւ նայեք փաստերին։ Ալան Գաթը, միտ, 1981 թվականին առաջարկեց ինֆլյացիայի գաղափարը, որպես այս խնդիրների կենսունակ լուծում։ Գաթի առաջարկը մի կարճ, շատ արագ ընդլայնման փուլն էր, նախքան Բիգ Բեբենգի թրթռոցները, որը կարող էր մաքրել անճշտությունները եւ ապահովել մեր տեսած համաչափությունը ու հոմոգենությունը։ Իսկ հիմա կրկին կանգնած ենք սկեպտիցիզմի շեմին։ Արդյոք ինֆլյացիան պարզապես էֆեկտիվ վկտիվ վերացական հնարք է, թեև իրական հիմք ունի։ Ու այստեղ սկսվում է չափման խնդիրը։ Երբ ինֆլյացիան երկար ժամանակ շարունակվում է, այն կարող է դառնալ փյուրետեռնալ, հավերժաբար արտադրելով նոր աշխարհներ կամ պոչեր, որոնց յուրաքանչյուրն ունի իր ֆիզիկական պայմանները։
Անդրեյ Լինդեն, Լեբեդևի ֆիզիկայի ինստիտուտից եւ հետո Սթենֆորդ 1983 թվականին հայտնի դարձավ իր խաոտական ինֆլյացիայի գաղափարով, եւ այդ տեսակների զարգացումը հետագայում ընդգրկվեց մշտաչափ ինֆլյացիա հասկացությամբ։ Ինֆլյացիայի մի տեսակ, որտեղ դաշտի ֆլուկտուացիաները ստեղծում են բազմազան տատանումներ։ Սակայն այս անհամարության մեջ կանգնում է չափման խնդիրը։ Ինչպիսին է հարաբերականությունը, երբ ձեր հաշվարկները ստիպված են համեմատել անսահման թվով տարբեր աշխարհներ։ Այս պահը պահանջում է ձեզ ուղիղ հարց տալ։ Եթե տիեզերքը ստեղծում է անհատական, մի փոքր տարբեր աշխարհներ անջատելիորեն ու շարունակաբար, ապա ինչ ճանապարհով ընտրել այնպիսի մի չափման պրոտոկոլ, որը կարող է գնահատել հավանականությունը այնպիսի բնույթի համար, որը դուք տեսնում եք։ Գվալդինգի եւ այլոց նման մտածողներ պարզեցին, որ այս ոլորտում կան բազմաթիվ կարգավորումներ։ Դուք կարող եք հաշվարկել համամասնությունները ըստ ծավալի, ըստ թվային անվերջության կամ ըստ կյանքի հնարավորության չափանիշների։ Եվ յուրաքանչյուր տարբեր ընտրություն լրացուցիչ տարբեր արդյունք կտա։ Այստեղ լեգիտիմ գիտական սկեպտիցիզմը մտրակի նման է։ Եթե ձեր բանաձևը կախված է ընտրած ռեգուլյացիայից, ապա գիտական կանխատեսումը կորցնում է իր ամբողջ ուժը։ Վերադառնանք ժամային սեղման հեքիաթին։ Եթե ամբողջ էներգիան սեղմենք 1 ժամի մեջ, մթության ու լույսի անցման եւ սահմանների փոփոխությունը տեղի է ունենում Պլանկի մակարդակից մոտ, մի այնպիսի սահման, որում կլասիկան հրաժարվում է գործել։ Պլանկյան ժամանակը, Մաքս Պլանկի գաղափարով, ներկայացնում է այն օրվա մի փոքր միավոր, երբ քվանտային ազդեցությունները դառնում են գերիշխող։ Իսկ այստեղ է, որ Բորդե-Գուտ-Վիլենկին թեորեմը գալիս է տեսադաշտ։ Արվինդ Բորդեն, Tufts University, Ալան Գաթը, MIT եւ Ալեքսանդր Վիլենկին, Tufts University, 2003 թվականին հանդես եկան մի պարզ, բայց խիստ հետևանքով։ Եթե ձեր միջավայրում միջին ընդլայնման արագությունը դրական է, ապա ինֆլյացիայի ժամանակները չեն կարող լինել անցյալ պատճառական մինչև վերջ։ Խնդիրը, այսպես ասած, հայացքի տակ է։ Ինֆլյացիան չի կարող ներառել անսահման անցյալ։ Բայց նորից կանգ առեք եւ ընթերցեք զգուշությամբ։ Բորդե-Գուտ-Վիլենկին թեորեմը չի ասել այն, ինչ հաճախ ներկայացվում է։ Այն չի ապացուցել, որ գոյություն ունի մաթեմատիկական սինգուլյարություն, անսահմանափակ կորություն կամ մի ֆիզիկական խարան, որտեղ օրենքները կտրվեն։ Թեորեմը կոնկրետ ասում է. այն ուռիները, որոնք մենք համարյա ենք դիտում, գեոդեզիկներ, ժամանակ տիեզերքում ամենակաշտ ճանապարհները, որոնցով շարժվում են ազատ մարմինները, անցյալում պետք է լինեն սահմանափակ, եթե միջին Հաբլի արագությունը դրական է։ Բայց թեորեմը չի ենթադրում, որ ընդհանուր հարաբերականությունը մնացած բոլոր պայմաններում բավարար է կամ որ չպետք է դիմել քվանտային գրավիտացիային։ Սա խիստ մեթափիլիսոփայական է։ BGV չի ասում, որ ոչինչ չի եղել։ Այն ասում է, որ կլասիկական մոդելը ձախողվում է անցյալի մի հատվածում եւ ստիպում է մեզ քայլել դեպի քվանտային հորձանուտ։ Այս պնդումը տալիս է գիտական հստակություն, ինչ նպատակով պետք է փոխել մտածողությունը, սակայն չի տալիս վերջնական պատասխանը, ինչ տեսք ունի այդ փոխարինումը։ Եվ ուրեմն ձեր սկեպտիցիզմը, որի հետ մենք սկսեցինք, չի անհիմն։ Նա ճիշտ էր, ցույց տալով, որ բառերից եւ տեսություններից միայն չեն մաքրվի խառը հարցերը։ Համտեսեք այժմ սահմանը, որտեղ կլասիկան ավարտվում է։ Հիշեք Ֆրիդմանի հավասարումները։ Դրանք աշխատում են, մինչ զանգված էներգիայի խտությունն ու չափերը փոքր են։ Պլանկյան համապատասխանությունների համեմատ։ Երբ մոտենում ենք մի պլանկյան ժամանակային միավորի կամ մի պլանկյան երկարության կողմի չափին, քվանտային ազդեցությունները դառնում են գերիշխող։ Ընդհանուր հարաբերականությունը կորցնում է իր հեղինակությունը եւ պությունը եւ պահանջում է քվանտային գրավիտացիա։ Սա նշանակում է, որ հաշվարկները, որոնք հիմնված են ներդաշնակ եւ սիմետրիկ պայմանների վրա, դադարում են տալ հուսալի կանխատեսումներ։ Ահա եւս մեկ հարված։ Տիեզերքի ընդլայնումը, որը բացահայտվեց Սթիվեն Պերմլութերի եւ Ադամ Ռիսի աշխատանքներով, Ռիս 8, ցույց տվեց, որ ընդհանցարձակումը արագանում է եւ պահանջում է մութ էներգիա կամ այլ բացատրություն։ Այս արագացումը, եթե շարունակվի, խոսում է այն մասին, որ մեր համընդհանուր օրինաչափությունը կարող է փոխվել լրջորեն, եւ սա ստիպում է, որ նախապատմությունը, եթե այն եղել է, վերարժևորվի ոչ միայն որպես պատմություն, այլ նաեւ որպես հավանականության խնդիր։ Լավ, տեսեք սա։ Չափման խնդիրը եւ BGVV-ի մինչեւ պատմության անբավարարությունը շահկապվում են մեկ հանգույցում։ Եթե ինֆլյացիան հանգեցրեց անհամար փոքր լճակների, ապա մենք պետք է որոշենք, թե ինչպես նրանցից ընտրել։ BGV-ն ասում է, որ ինֆլյացիան ինստիտուցիոնալ չի կարող մեզ տարել անվերջ անցյալ, իսկ չափման խնդիրը ասում է, որ նույնիսկ եթե մենք դա սահմանենք, մեր հաշվարկները կախված են ռեգուլյացիայից։ Սցենարը թույլ չի տալիս գիտական ամբողջ վստահություն եւ պահանջում է մեկ ավելի հստակ ֆիզիկական կառուցվածք։ Եկեք մտնենք մի քիչ ավելի խոր։
Որտեղ ճշգրիտ են կլասիկան վերջանում եւ ինչ պետք է փոխարինի նրան։ Եթե գրավիտացիան պետք է դառնա քվանտային դաշտի տեսակ, ապա այդ տեսության բնույթը պետք է խոհեմություն տա այն հարցի վրա, թե ինչ են նշանակում երկարություն եւ ժամանակ իրենց ամենափոքր մասերում։ Քվանտային գրավիտացիայի տարբեր մոտեցումները առաջադրում են տարբեր պատկերներ։ Ռիչարդ Լիվնը եւ այլք Loop Quantum Gravity-ում առաջարկում են, որ տարածությունն ու ժամանակը կարող են լինել քվանտավորված, իսկ ստրինգի տեսությունները առաջարկում են, որ ֆունդամենտալ բաղադրիչները կարող են լինել թելիկներ, տարբեր կոնֆիգուրացիաներով, որոնց որոշերը բացում են բազմաշխարհային ենթատիպեր։ Այս առաջարկները BGV-ի վերաբերյալ տարբեր ճանապարհներով արձագանքում են, որոշ դեպքերում խուսափելով BGV-ի ենթադրություններից կամ պահանջելով դրացուցիչ հոգեբանություն։ Վերցնենք մի պատկեր։ Եթե ձեր ամբողջ գիտելիքը մխրճված է 1 վայրկյանին, բաժանեք այն փոքր հատվածների եւ ուշադրություն դարձեք վերջին գիտակցական պահերին, որոնցում լույսի եւ միջուկային պրոցեսների ձևավորումը տեղի է ունեցել։ Պատկերացրեք, որ հենց այս փոքր հատվածներում ընդհանուր հարաբերականությունը դադարում է կիրառելի լինել։ Արդյոք սա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունը պետք է գրվեր նոր ձեռքով։ Ոչ միշտ։ Բայց սա նշանակում է, որ գիտական պատասխանները պետք է տրամաբանական դարձնենք, միացնելով նոր տեսություններ, փորձարարական սահմանափակումներ եւ ամենակարևորը հստակ չափման կանոններ։ Հաջորդ շատ կոնկրետ հետևանքը վերաբերում է դիտողականությանը։ Եթե անցյալը բաց կամ անպավոր է, ապա մեր տեսած չափումները կարող են լինել միայն մի մաս, ընդհանուր լայնությունից։ Այստեղ ծագում է համընկնումների խնդիր։ Ինչու այս պահին մութ էներգիան եւ նյութը ունեն նման հարաբերակցություն։ Մեթոդական պատասխանները առաջարկում են, որոշ մոդելներ պահանջում են բախտ կամ անցողիկ պայմաններ, իսկ մյուսները նոր ֆիզիկա։ Ձեր սկեպտիցիզմը կրկին հավաստի է։ Եթե մոդելը պահանջում է բացառիկ պայմաններ միայն ձեր տեսած համար, ապա մեր նպատակն է գտնել ավելի ռացիոնալ պատճառներ։ Ահա եւս մի պատկեր։ Հենց այն տեղում, որտեղ կլասիկան կանգ է առնում, տեսական ֆիզիկայի երկու մեծ ճյուղերը սկսում են միավորվել։ Մի մասը ուսումնասիրում է վակուումը եւ վակուումային էներգիան, մանրամասնորեն, իսկ մյուսը պոստուլացնում է, որոնք բաղադրիչները կարող են դուրս գալ դիտարկման միջավայրից։ Լուծումը չի լինի մեկ պարզ բան, այն կլինի ինտերֆեյս, որտեղ փորձարարական սահմանափակումները եւ տեսական եզրահանգումները միասին կառուցում են պատկերը։ Երկու կոնկրետ քայլեր այստեղ են անհրաժեշտ։ Առաջինը զարգացնել նոր փորձեր, որոնք կարող են խառնել այս սահմանափակումները։ Դա ներառում է CMB-ի ավելի խորը չափումներ, Planck Collaboration-ին հաջորդող միջոցառումներ, մեծ մասշտաբի կառուցվածքների ավելի ճշգրիտ քարտեզագրություն եւ հնարավոր մասնիկային հայտնաբերումներ, որոնք կարող են բացահայտել մութ սեկտորի բնույթը։ Երկրորդը՝ մշակել չափման սկզբունքներ, որոնք պակաս կախված կլինեն ենթադրվող ռեգուլյացիաներից։ Գիտնականները պետք է փորձեն սահմանել օբյեկտիվ չափումը այնպիսի անսահման աշխարհների համար, որոնք առաջարկում է ինֆլյացիան, եւ այս հարցի վրա աշխատում են մի քանի խումբ, այդ թվում Անդրեյ Լինդե եւ Ալան Գաթի հետազոտողները։ Այս բաժինը թող չավարտվի հանգստության խոսքով։ Մենք հասել ենք եզրին, որտեղ հարցն առավել ծանր է։ Չափման խնդիրը, BGV-ի սահմանափակումները եւ կետը, որտեղ կլասիկան դադարում է աշխատել, չեն առաջարկում վերջնական լուծում։ Կամաց-կամաց մենք մոտենում ենք պատուհանին, որի ետևում կարող է լինել ոչ միայն նոր ֆիզիկա, այլ նաև նոր եղանակ մտածելու։ Ինչ է իրականությունը։ Եկեք համարձակենք հարցնել այլ կերպ։ Եթե դուք ունեք ամբողջ գիտելիքը մեկ վերջին վայրկյանին, ինչպիսի չափման կանոն եք ընտրելու այդ աշխարհը վերարտադրելու համար։ Այդ հարցը մնում է բաց, եւ այն տանում է հաջորդ մասի։ Ֆիզիկոս Հենրի Կազիմիրը 1948 թվականին լաբորատորիայի սեղանի երկու թիթեռների միջև չափեց ուժ, որը ցույց տվեց վակուումը լիովին դատարկ չէ։ Նրա փորձը ցույց տվեց, որ երկու մատանի պլատերի միջև գոյություն ունի միջանկյալ ճնշում, վակուումային ֆլուկտուացիաների պատճառով։ Ընդհատեք մի վայրկյան եւ պատկերացրեք։ Լաբորատորիայի փոքր մետաղյա թիթեղը պատմում է մեզ էական բան։ Երբեմն գոյություն է ծնվում ոչինչից։ Եվ սա այն կայծն է, որը տանում է մեզ դեպի մոդելներ, որոնք փորձում են բացատրել տիեզերքի ծագումը, ոչ թե որպես ժամանակի անսահմանիկ սկիզբ, այլ որպես քվանտային պրոցես, որտեղ ժամանակը եւ տարածությունը ծնվում են որպես էպես հետևանք։ Հնարավորության մեծ առաջարկներից մեկը ներկայացավ, երբ Ջեյմս Հարթլը University of California Santa Barbara եւ Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանից առաջարկեցին no boundary մոտեցումը։ Նրանք հաշվարկեցին տիեզերքի ալգորիթմը որպես ինտեգրալ բոլոր հնարավոր կոմպակտ, առանց սահմանների յուկլիդյան գրավիտացիոն կոնֆիգուրացիաների միջոցով։ Պարզ պատկերով սա նման է երկրի մակերեսին։
Մակերեսը չունի եզր, եւ այդ մոտեցումը տալիս է ինտուիտիվ պատկեր, որպես մեղմ, ոչ ճշգրիտ սկիզբ։ No boundary մոտեցումը առաջարկում է, որ որոշ վիճակները մեծ հավանականությամբ կհաջողեն դիտվող մեր ընդարձակվող տիեզերքի համար։ Բայց պետք է զգուշանանք։ Հարթլ Հոքինգյան հաշվարկը կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք սահմանում ուղիների ինտեգրալը, ինչ կոնֆիգուրացիաներ են թույլատրելի եւ ինչ կարգավորումներ ենք ընդունում։ Այս մոդելը սովորաբար հտտապում է հարթ կլոր սկիզբի երկրաչափություններին, ստեղծելով մի մեղմ, ոչ սուր սկիզբի պատկեր։ Սակայն հարցն այն է, ինչ է նշանակում հավանականություն մի ամբողջ քվանտային տիեզերքի համատեքստում, երբ դիտողի դերակատարումը եւ դիտողության ինստիտուցիոնալությունը անկայուն են։ Այստեղ մոդելը տալիս է գեղեցիկ պատկեր, սակայն թողնում է բաց մի շարք հիմնարար հարցեր։ Ալեքսանդր Վիլենկինը ներկայացրեց այլ տեսակետ՝ տիեզերքի թունելավորման գաղափարը։ Նրա առաջարկը, որպես քվանտային թունելավորում, ենթադրում է, որ տիեզերքը կարող է հայտնվել ոչինչից, նույն կերպ, ինչ մեկ մասնիկը կարող է հայտնվել պոտենցիալային պատնեշի մյուս կողմում։ Վիլենկինի մոդելը սահմանում է տարբեր սահմանային պայմաններ, որոնք նախընտրում են ընդարձակվող լուծումները, որպես ֆիզիկապես ընդունելի արդյունք։ Եթե Հարթլ Հոքինգը տեսք է տալիս մեղմ սկիզբի, ապա Վիլենկինը ցույց է տալիս մի մեխանիզմ, որտեղ քվանտային թունելն ուղղորդում է դեպի ընդարձակվող իրավիճակ, որը հետո կարող է փոխանցվել ինֆլյացիայի փուլ։ Այստեղ եւս զգուշություն է անհրաժեշտ։ Վիլենկինի մոդելը հաճախ ներկայացվում է որպես թունելից ելք նկարագիր, եւ դրա հիմնական տարբերությունը այն է, որ այն մի սահմանային պայման է, որը նախաֆիզիկապես կողմնորոշում է լուծումների փուլային տարածքը, ընտրելով այն հատկանիշները, որոնք կտարբերվեն որպես ընդարձակվող դասական տիեզերք։ Տեխնիկապես տարբերությունը արտահայտվում է գործողության եւ կոնտուրի ընտրությամբ, որոնք փոխում են գնահատվող հավանականության արդյունավետ քաշը։ Այդ պատճառով Հարթլ Հոքինգն ու Վիլենկինը հաճախ տալիս են տարբեր բաշխումներ սկզբնական պայմանների համար։ Պարզեցվածորեն, երկուստեք մոդելները ծառայում են որպես սկզբնական պայմանների հիպոթեզներ։ Հարթլ Հոքինգը առաջարկում է սկիզբ առանց սինգուլյարության, սակայն սահմանում է, թե որոնք վիճակները առավել հավանական են եուկլիդյան ինտեգրալների սահմաններում։ Վիլենկինի թունելը տալիս է մեխանիզմ, որը կարող է ծնունդ տալ ընդարձակվող, կենսունակ եւ ինֆլյացիոն փուլով հարուստ տիեզերք։ Երկուսն էլ կապվում են ինֆլյացիայի հետ, որպես այն դինամիկայի նախապայմաններ, որոնք կարող են տալ մեր մեծ մասշտաբի համաչափությունն ու անհավասարակշռությունները։ Բայց հարցը խորն է. ինչից են կախված այս կանխատեսումները։ Առաջին մեծ խնդիրը չափման ինտերպրետացիան է։ Մենք չունենք փորձ, որով ուղղակի կարող ենք վերարտադրել տիեզերքի ալիքագրության հավանականության խտությունը միամեծ միավորով։ Երկրորդը կոնտուրի ընտրության եւ գործողության բազմազանության հարցն է։ Տարբեր բնորոշություններն օգտագործում են տարբեր կոմպակտ կոնֆիգուրացիաների դասեր եւ տարբեր ինտեգրացիոն ուղիներ, ու արդյունքում ստացվում են տարբեր թվային բաշխումներ։ Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ մի մոդելն վստահեցնում է որոշակի սկիզբ, մենք իրականում ասում ենք այս կոնկրետ տեխնիկական ընտրության պայմաններում այդպիսի ձևն ավելի հավանական է։ Ինչ վերաբերում է դիտողական հետևանքներին, մեր հիմնական տվյալները շատ չեն փոխվում։ Այն մոդելները կարող են առաջարկել հավանականություններ այն մասին, թե ինչ չափի ինֆլյացիոն դաշտեր են ավելի հավանական եւ ինչպիսի սպեկտրալ պարամետրեր, օրինակ թրթռումների սպեկտրի ձևը, կարող են գերիշխել։ Բայց նրանք չեն տալիս պարզ պատասխան, ինչու մութ նյութը կազմում է տիեզերքի զանգված էներգիայի այնպիսի մեծ մասը։ Դա մոդելների շրջանակից դուրս է, քանի որ մութ նյութը կապված է մասնիկային ֆիզիկայի մանրամասների հետ, որոնք այս մոդելները ավելին չեն կանխատեսում։ Նրանք ասում են, ահա քվանտային սկիզբ, եւ այստեղից կարող է զարգանալ ինֆլյացիա եւ ստանդարտ մասնիկային ֆիզիկա։ Բայց թե այդ ֆիզիկայում կոնկրետ ինչ տեսակի մասնիկներ կկազմեն մութը, մոդելները լռում են։ Պետք է նաեւ նշել մի ճշգրիտ տեխնիկական խնդիրը։ Ժամանակի խնդիրը քվանտային գրավիտացիայում խորն է։ Հարթլ Հոքինգյան մոտեցումը կորցնում է սովորական ժամանակային պատկերը, երբ անցում ենք եուկլիդյան կոնտուրից դեպի լորջյան ժամանակ։ Ժամանակը որպես պարամետր սկզբնական փուլում բացակայում է, եւ սա նշանակում է, որ պետք է վերամտածենք, թե ինչպես է ծագում դասական ժամանակը եւ ինչ է նշանակում տիեզերքի ծնունդը։ Վիլենկինն առաջարկում է, որ թունելացման սահմանային պայմանը կարող է ուղղորդել դեպի ընդարձակվող լուծում, բայց սա չի լուծում ժամանակի ամբողջ ինտերպրետացիոն հանելուկը։ Կա նաև չափման եւ վառացման հարց։ Մոդելների տարբեր վարկածները դժվարությամբ են տրամադրում եզրային դիտողական կանխատեսումներ, որոնք կարող ենք անմիջապես փորձարկել։ Մեզ անհրաժեշտ են կոնկրետ, բացառելի կանխատեսումներ, օրինակ որոշակի չհայտնաբերվող անոմալություններ CMB-ում կամ ներբակրկ էֆեկտներ զանգվածային բաշխման մեջ, որոնք տարբերակել կարող են մոտեցումները։
Այս բոլոր հարցերը ցույց տալիս են, ունենք գեղեցիկ տեսություններ, սակայն նրանց եւ դիտարկումների միջև կապը դեռ փխրուն է։ Ի վերջո, մաթեմատիկական հստակության խնդիրը լուրջ է։ Եուկլիդյան ուղիների ինտեգրալները պահանջում են կոնտուրների ընտրություն եւ կարգավորումներ, քվանտային անսահմանափակություններից խուսափելու համար։ Հարթլ-Հոքինգի հաշվարկներում այդ կարգավորումները հաճախ հիմնված են նրբագեղ, բայց ոչ միանշանակ ընդունելի տեխնիկաների վրա։ Վիլենկինի մոտեցման դեպքում տարբեր ընտրություններ ազդում են արտահայտվող խտվող հավանականությունների վրա։ Սա տեխնիկական չէ միայն, դա որոշում է, թե որոնք տիպի տիեզերքներ հավանական են մեր դիտանկյունից։ Այս մոդելները կարևոր են, որովհետև առաջին անգամ մեզ տալիս են ռեսուրս մտածելու այն մասին, թե ինչպես կարելի է քվանտային տրամաբանությամբ վերաբերվել ամբողջ տիեզերքին։ Ոչ այն պատճառով, որ նրանք վերջնական են, այլ որովհետև նրանք կանոններ են, որոնց ներքո պետք է կառուցենք նոր փորձեր ու նոր մաթեմատիկական մեխանիզմներ։ Բայց սկեպտիկսի հարցը մնում է։ Այսօր դեռ չկա դիտում, որը վճռականորեն երաշխավորի միայն no boundary-ը կամ միայն tunneling-ը։ Երկու մոտեցումներից որևէ մեկի հաջողությունը կախված է այն դիտումներից, որոնք մենք դեռ չենք կատարել։ Մնացած բացերը բազմաթիվ են։ Առաջինը՝ վիճակագրական համակարգի նշանակության հարցը։ Ինչն է ճիշտ չափման կարգը, երբ խոսքը գնում է բոլոր հնարավոր տիեզերքների մասին։ Երկրորդը՝ կոնկրետ կանխատեսումները, որոնց օգնությամբ կարելի է տարբերակել մոդելները դիտումներով։ Երրորդը՝ տրանսպլանկյան խնդիրը։ Սկզբնական շրջանները մտնում են էներգիաների այն ռեժիմները, որտեղ պլանկյան ֆիզիկան է գործող, եւ այնտեղ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, միացնող քվանտային գրավիտացիան ու դաշտային տեսությունը։ Եվ կա վակյուում կատաստրոֆի մեծ հարցը։ Քվանտային դաշտերի հաշվարկները կանխատեսում են բազմաթիվ կարգերի մեծ թվեր վակուումային էներգիայի համար, որոնք չեն համընկնում աստղագիտական չափումներով։ Այս հակասությունը ոչ Հարթլ-Հոքինգն է լուծում, ոչ Վիլենկինը։ Նրանց մոտեցումները չեն տալիս այն մեխանիզմը, որը կարգավորել կամ փոքրացնի այս մեծ արժեքը, մինչև աստղագիտական դիտացոների տեսանելի մակարդակը։ Այս շերտերի մեջ կա նաև գիտության էպիստեմոլոգիական բանաձև։ Երբ մոդելն առաջարկում է գեղեցիկ, բայց փորձարարականորեն չապացուցված պատկեր, այն գիտական արդյոք է։ Պատասխանը կախված է նրանից, թե որքանով կարող ենք այդ մոդելից ստանալ կոնկրետ, չափելի կանխատեսումներ։ Եթե մոտեցումը կարող է տալ ճշգրիտ, փորձարարականորեն խիստ ստուգվող կանխատեսումներ, այն կդառնա գիտական, այլապես կմնա տեսական վարժություն։ Եվ հիմա մենք գտնվում ենք այդ սահմանին, որտեղ տեսական ֆիզիկա եւ խիստ փորձագիտություն պետք է գտնեն ընդհանուր լեզու։ Եվ այսպես, բաց թողնված հարցն այստեղ է։ Եթե տիեզերքի սկիզբը հնարավոր է պատկերացնել որպես քվանտային ընթացք, անկախ նրանից, որ մութ բաղադրիչները մեր տեսողությանը անտեսանելի են, ապա ո՞րն է հաջորդ քայլը, որը գիտություն պետք է ձեռնարկի, այդ բացերը միավորելու եւ մոդելները դիտումներով տարբերակելու համար։ Մենք կանգնած ենք վիճակի վրա, որտեղ երկու մեծ գաղափարներ մեզ տալիս են ճանապարհներ, սակայն ոչ մեկը դեռ չի ժխտել մյուսին դիտողականորեն։ Այս հարցը մնում է բաց, եւ այն ձեզ հետ է, ինչպես եւ մեզ հետ, հաջորդ մասում։ Ձևացրեք կնճռոտ պատկեր։ Դուք կանգնած եք ծովափին, ձեռքում փոքր բանավոր նավակ։ Նավակը տեսանելի տիեզերք է։ Այն լողում է հանգիստ, նպաստավոր ջրի վրա։ Շարքի հետևում մի ահռելի օվկիանոս է, անսահման խորքով։ Հիմա արագ առաջաձգեք տեսարանը։ Օվկիանոսը բաժանված է 100 հազարավոր բազարային սենյակների, յուրաքանչյուրը իր ամպերով ու ռեակցիաներով։ Մեր առաջ պարզվում է հարցը. ինչպես հաշվենք այս անթիվ սենյակներից մեկը որպես հետազոտելի տվյալ։ Այս պատկերն արդեն մտնում է գիտնականների խոսակցության կորով։ Չափի հարցը կամ measure խնդիրը, այն ժամանակ, երբ ինֆլյացիան չի ավարտվում եւ նոր պոկետ տիեզերներ ծնվում են անընդմեջ։ Ֆիզիկոս Ալան Գութը 1981 թվականին առաջարկեց տիեզերական ինֆլյացիայի գաղափարը։ Հետո Անդրեյ Լինդենը եւ մյուսները զարգացրին ինֆլյացիայի տեսությունները, եւ դրա արդյունքում հայտնվեց հավերժական ինֆլյացիայի հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով էլ ստեղծվեց չափման, measure խնդիրը։ Մակարդակի խնդիրը պարզ է։ Եթե գործընթացը ստեղծում է անսահման թվով իրադարձություններ, ապա մենք չունենք միաչափ, որով կարելի է ճշգրիտ հաշվարկել, որքան հաճախ ի հայտ է գալիս տվյալ տեսակի տիեզերք։ Դա նման է, դուք ունեք անվերջ սենյակներ, եւ դատել այն, թե քանի տոկոսում կգտնեք կապույտ դռներ, պետք է միաչափ չափիչ, այլապես ամեն անգամ կհայտնվեն տարբեր թվեր։ Այսպիսով, ինֆլյացիոն կանխատեսումները կախված են նրանից, թե ինչ տեսակի կանոնով եք ընտրում բազմությունից, այսինքն ինչ չափով եք հաշվարկում հաճախականությունը։ Այստեղ դուրս են գալիս կոնկրետ մեթոդները։ Օրինակ, Լինդենն ու մյուսները առաջարկեցին տարբեր մոտեցումներ։
Վիլենկինը տավծում շուրջ տասնյակ տարիներ մշակեց մի շարք սահմանումներ հետերն ու կցորդների համար, իսկ Բոսոնն ու այլ հարց են դնում, որ դռնով պետք է մտնենք։ Կան տեխնիկական կտրուկներ. Scale factor cutoff, light cone time, causal patch։ Ամեն մեկը նման է օրենքի, որը ասում է, փակում ենք հաշվելը այս պահից կամ այս տեսակից, եւ յուրաքանչյուրը տալիս է տարբեր կանխատեսումների հավանականություններ։ Ահա խնդիրը։ Այն, ինչ պետք է լիներ ճշգրիտ եւ գիտական, դառնում է հարաբերական օրենքի ընտրության հարց։ Եթե տարբեր չափիչներ տալիս են տարբեր պայմանականություններ, ապա կանխատեսումների իմաստը աղջվում է։ Ինչպես կհամեմատենք նրանց կիրառականությունը։ Այդ պատճառով մոդելը, որ մինչ այդ թվում էր ճշգրիտ, հանկարծ կորցնում է իր կանխատեսող ուժը։ Եվ հենց այստեղ հայտնվում է զարմանալի փորձարկում՝ բոլցմանական ուղեղները։ Լուդվիգ Բոլցմանը, 19-րդ դարի ֆիզիկոս, մշակեց ստատիստիկական տերմոդինամիկայի հիմունքները, ցույց տալու համար, թե ինչպես է մասշտաբային կարգը հնարավոր միջանկյալ ֆլուկտուացիաների եւ պատահականությունների միջոցով ժամանակի ընթացքում առաջանալը։ Իսկ հիմա պատկերացրեք, տիեզերքը մեծ ու մոտակա դեսիտեր վիճակում է, եւ փոքր ջերմական ֆլուկտուացիաները կարող են պատահաբար կազմավորել գիտակցող միավորներ, այսպես կոչված բոլցմանական ուղեղներ։ Այս խնդիրն այն է, որ որոշ մոդելներում նման պատահական դիտողները կարող են ի հայտ գալ ավելի հաճախ, քան ամբողջական կյանքի տևողությամբ ու էվոլյուցիայով զարգացված դիտողները։ Դոկտոր Դոն Փեյջը Ալբերտայի համալսարանից 2000-ականների սկզբին քննարկեց. եթե մեր մոդելն ավելի շատ բոլցմանական ուղեղներ է ստեղծում, ապա ինչու դուք, ով լսում եք այժմ, չունեք միայն մեկ ակնթարթային պատահական հիշողություններ։ Սա յոթնում է տեսությունը։ Եթե կարծի, որ ավելի հաճախ կանխատեսում է ձեզ նման պատահական տեսողներ, քան բնական ճանապարհով ստացված մարդկանց, ապա այնտեղում պետք է դիտվի խնդրահարույց։ Սա չէ սովորական թերությունը։ Սա իմաստային հակասություն է։ Մոդելը ցույց է տալիս իր իսկ ներքին չհամապատասխանությունը։ Այսպիսով, բոլցմանական ուղեղները ծառայում են որպես ներքին լամպ, որը ցույց է տալիս, արդյոք մոդելը coherent է։ Կարծես թե սա լուծելի է, պարզապես ընտրել այն չափիչը, որը ճնշում է բոլցմանական ուղեղների արագությունը։ Բայց ճանապարհը լաբիրինթոսային է։ Ոմանք, Սուսսկինդը եւ Բոսսոնը Ստենֆորդից, մյուսները ընտրում են causal patch-ը, մյուսները scale factor cutoff-ը, տալով տարբեր պատասխաններ։ Երկրորդ հարցը. ինչի իման վրա ընտրել այդ կանոնը, եթե ոչ ad hoc, միայն նրա համար, որ դա չի առաջացնում բոլցմանական ողբերգություններ։ Այդպես անհրաժեշտ է ոչ միայն որոնել մեզ համար բարենպաստ չափիչը, այլ գտնել մեկը, որը ունի անկախ ֆիզիկական մեկնաբանություն, սկզբունքներ, որոնք կարող են լինել հիմնավոր։ Այդպիսի հստակ սկզբունքները այսօր բացակայում են։ Մենք ունենք բազմատեսակ խավարկումներ, բայց ոչ ընդհանուր կանոն, որը ինքնուրույն կարող է ընտրվել։ Եվ այդ պատճառով ամբիոններից դեռ չեն լսվում հանգստացնող պատասխաններ։ Մինչև չի հայտնվում բնական regulation, կանխատեսումները կախված են ընտրությունից։ Ամենամեծ մտքային պտույտը հետևյալն է. անսահման բազմազանության գոյությունը չի նշանակում, որ մոդելը բացատրում է մեզ։ Երբ ասում են ամեն հնարավոր տեսակ գոյություն ունի, սա առաջին քայլն է, բայց հաջորդը ինչ չափով այդ տեսակները հաճախ են հանդիպում։ Եթե չունեք հաշվիչ, ապա ամեն հնարավոր վերածվում է դատարկ ձևակերպման, եւ դա չի հանդիսանում բացատրություն։ Սա ոչ թե պարզ նրբություն է, այլ գիտության էպիստեմոլոգիական խնդիր։ Արդյոք բացատրությունը պարտավոր է զուգորդվել կանխատեսական ուժով։ Եթե տրամաբանությունը տալիս է անսահման հնարավորություններ, բայց ոչ կոնկրետ հավանականություններ, ապա այն չի օգնում մեզ տարբերակել օրինակ, թե ինչի համար ֆիզիկական կոնստանտները հենց այս արժեքներն ունեն։ Այսպես առաջանում է դժկամություն։ Այսպես է, որովհետև կա անսահման։ Ձևակերպումը չի բավարարում գիտական բացատրության պահանջները, քանի դեռ այդ անսահմանից չես կարելի հաշվարկել։ Գիտնականները չեն հուսահատվում։ Կան մոտեցումներ, որոնք փորձում են կապել չափման հարցը ճշգրիտ ֆիզիկայի հետ։ Մասնագետներ Ռեյմոնդ Հաուբերն ու Քարթեր Բուշը առաջարկում են դիտելիության վրա հիմնված մեթոդներ causal diamond-ների վրա կենտրոնացած, իսկ Բոսսոնն ու Վենեկը ուսումնասիրում են դինամիկ ընտրանքներ, որոնք կարող են ստեղծել նորմալ ընտրություն։ Բայց յուրաքանչյուր նման մոտեցում ենթադրում է նոր ֆիզիկական առարկա կամ սկզբունք ընդունել, եւ կրկին վերադառնում ենք հարցին, ինչն է ավելի բնական եւ ինչպես դա փորձարարականորեն ճշտել։ Մինչ այդ կան նաև կոնկրետ շրջափակումներ, որոնք ստիպում են մերժել որոշ չափիչներ։ Օրինակ, եթե չափիչը հանգեցնում է բոլցմանական ուղեղների գերիշխմանը, այն արագ չի ընդունվում։ Պարզ ասած, կիրառվում է կոնսիստենտության ֆիլտր։ Մոդելները, որոնք անթիվ եւ հակաինֆորմատիվ կանխատեսումներ են անում, պետք է դուրս մնան։
Սակայն այդ ֆիլտրի կիրառումը ինքն էլ հաճախ պրակտիկա է, ոչ ամբողջովին եզրագծված գիտական պահանջ։ Սա է պատճառը, որ ասում են, ինֆլյացիայի բազմազանությունը չի բարի ազդում կանխատեսումների վրա։ Ոչ, քանի որ գաղափարը սխալ է, այլ որովհետև այն բերում է անորոշության, որը փակուղի է դարձնում ուղիղ ստուգելի եզրերը։ Եվ կարևոր նկատառումը. բազմաթիվ տարբերակներ չի կարող լինել բավարար բացատրություն, եթե չի կապվում դիտողական տվյալների հետ։ Միայն այդ դեպքում տեսությունը գիտական է։ Մենք գիտենք այս սահմանը, որովհետև տեսական ֆիզիկայի մեծ անունները Գութը MIT-ում, Լինդենը Ստենֆորդում և Վիլենկին Տաֆտսում համամասն են այն մտքին, որ մոտեցումները պետք է տան փորձարկելի ենթատեքստ։ Եթե չեն տալիս, դրանք վերածվում են մաթեմատիկական խավարկուների։ Վերադառնանք պատկերին։ Դուք կանգնած եք օվկիանոսի կողքին, բայց հիմա ձեռքում մի սարք կա՝ կրճատիչ։ Այս սարքով կարող եք սահմանել այն տարածքը, որը հաշվարկման ենթակա կլինի։ Բայց ինչ-որ չափից հետո հենց այս սարքը սկսում է որոշել ձեր պատասխանները այնպես, որ այն աշխատում է ավելի որպես տակտիկա, քան որպես բացատրություն։ Այդ պատճառով գիտությունը պետք է անկեղծորեն ընդունի սահմանափակումները։ Եթե մոդելը չի տալիս եզակի փորձարկվող կանխատեսումներ, պետք է նշել այդ անորոշությունը և ասել, ինչ տեսակի նոր դիտումներ կամ սկզբունքներ կարող են փոխել դա։ Սա չի նշանակում փնովել կամ հրաժարվել գաղափարներից։ Սա նշանակում է պահանջել ճշգրիտ գիտական պահանջներ, բազմապատկվող աշխարհի մասին հայտարարություններ կատարելուց առաջ։ Պետք են նոր փորձեր, նոր կոնցեպտներ և հնարավոր է նոր չափման կանոններ, որոնք ունեն ֆիզիկական հիմնավորում։ Խնդիրը ոչ միայն տեխնիկական է, նաև առնչվում է էպիստեմոլոգիին։ Մեր կանխատեսող ուժը կախված է այն բանից, թե ինչպես սահմանում ենք հավանականությունը մի տիեզերքում, որը ինքն իրեն բազմապատկում է։ Եվ մինչ այդ սահմանը կընդգծի բարդության շերտերը, մեր գիտական անկեղծությունը պարտավորված է ընդունել, այս պահին մի մասը մնում է չպատասխանված։ Այդ չպատասխանված հատվածը մեզ տանում է հաջորդ քայլին, փորձարարական նորախոյացման, որը կարող է ամուրացնել այս հարցի ճշգրիտ կողմերը։ Իսկ հիմա պատկերացրեք, դուք նայում եք ձեր հիշողությանը, այն գոյություն ունի իր պատճառներով, ոչ պատահական ֆլուկտուացիայի արդյունքում։ Սա փորձն է, որով կարելի է ստեղծել լավ վիճակագրական վարկանիշ։ Այս տեսությունների դեմ, որոնք գերակշռող կերպով կանխատեսում են բոլցմանական ուղեղների գերիշխանությունը։ Մնացած հարցը բաց է։ Ինչն է այն չափիչը, որը ֆիզիկապես արդարացված և դիտողականորեն ստուգելի կլինի։ Մենք գտնվում ենք այդ հանգույցում, ոչ հեռու անցյալ մեծ գաղափարներից, բայց դեռ առանց վերջնական լուծման։ Մուլտիվերսում տեսնում ենք անսահման հնարավորություններ, բայց գիտությունը չի կարող միայն ասել գոյություն ունեն բոլոր հնարավորները, եթե չի կարող առանձնացնել, որոնք նրանցից ավելի հավանական են մեր դիտված տվյալների համար։ Հաջորդ քայլը պահանջում են նոր չափանիշներ, որոնք աստիճան առ աստիճան կվերածվեն դիտողականորեն ստուգվող կանխատեսումների, այլ ոչ թե միայն էսթետիկ կամ մաթեմատիկական ցուցումների։ Հաջորդ անգամ, երբ վերադառնանք այս հարցերին, մենք կներդնեցինք ժամանակակից վերահսկվող չափիչների, ֆիզիկային և դիտումների ցանկին, որոնք կարող են տապալել կամ հաստատել որոշ միջնորդություններ։ Մինչդեռ դուք պետք է կշռել երկու բաները. որքան եք վստահ առկա ստանդարտ մոդելներում, որտեղ չափման հարցը չի կարգավորվել, և որքան պետք է սպասել նոր ֆիզիկայի, որը կարող է տալ այդ չափիչը։ Խնդիրը մնում է ձեր առաջ և մեզ առաջ, հաջորդ մասում։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք աշխարհագրական գլոբուսի մոտ։ Գլոբուսը ցույց է տալիս, որ տիեզերքի մեծ մասը մեզ համար անտեսանելի է, մութ նյութով և մութ էներգիայով, որոնք ազդում են տիեզերքի զարգացման վրա։ Անզեն աչքով դուք տեսնում եք միայն 3 կամ 4%-ի չափը, բարիոնային նյութի դերակատարությունը։ Մեծ պնդումը հասկանալու համար սկսենք փաստից։ Planck կոլաբորացիայի և գործընկերների կորուստներով 2018 թվականի չափումները միկրոալիքային ֆոնի անկյունային սպեկտրի վրա ցույց տվեցին, որ տիեզերքը չի սահմանափակվում միայն տեսանելի բարիոններով։ Իսկ այն, ինչ ստիպում է տիեզերքի ընդարձակումը արագանալ, կոչվում է մութ էներգիա։ Սթիվեն Վայնբերգը 1989-ը ընդգծեց խնդիրը, քվանտային դաշտերի հաշվարկները վակուումի էներգիայի մեծ արժեքներ էին տալիս, որոնք շատ ավելի մեծ են, քան դիտման կողմից չափված արժեքները։ Այս հակասությունն է պատճառը, որ տեսությունը և դիտում ամուր չեն համապատասխանող։ Ինչ-որ բան մնում է բացատրության տակ։ Յուրաքանչյուրիս համար մտածող փորձ։ Պատկերացրեք փոքր պայուսակ, մոտ 4 սանտիմետր տրամագծով, որտեղ հաշվարկելով քվանտային դաշտերի զարկերակային էներգիան, ստացվում է տեսականորեն շատ մեծ թիվ, մինչդեռ աստղագիտական չափումները ցույց են տալիս փոքր արժեք։ Վճռական տպավորությունը սա ոչ միայն տեսական անհամապատասխանություն է,
Ստանդարտ կոսմոլոգիական մոդելները Lambda CDM լավ համապատասխանում են CMB-ին, մեծ մասշտաբային կառուցվածքին և գալակտիկաների շարժին։ Բայց երբ փորձում ենք միավորել դրանք քվանտային հաշվարկների հետ, առաջանում է սուր հակասություն։ Մեծ հեղինակություններ Սթիվեն Պերկմութերը, Ադամ Ջիրիեսը և Բրայան Շմիդը սուպերնովայի չափումներով ցույց տվեցին, որ տիեզերքի ընդարձակումը արագանում է, և դա համընկավ մութ էներգիայի պարզ գաղափարին։ Սակայն տեսական հաշվարկները վակուումի էներգիայի մասին ցույց են տալիս շատ ավելի մեծ թվեր, քան թույլատրում են դիտումները։ Խնդիրը հետևյալն է. որքան կարևոր է այս երկու տեսությունների միջև եղած լարվածությունը։ Բնականաբար պետք է պարզեցնել տարբերակները, դիտողականորեն և ֆիզիկապես ստուգելի դարձնելով։ Գալակտիկաների արագությունների հարթակը, որը Վերա Ռուբին ու իր թիմը հայտնաբերեցին, ցույց է տալիս, որ հարկավոր է լրացուցիչ զանգված, մութ նյութի տեսքով։ Bullet Cluster E-Gravitational Lensing-ի հետազոտությունը Դեյվիդ Քլոուի և թիմի կողմից 2006 թվականին ցույց տվեց, որ զանգվածը չի համընկնում գազի տարածքի հետ, այսպես կոչված թաքնված զանգվածը տարանջատվում է բարիոնից։ Այս դիտակետերը միասին նկարագրում են կոսմոլոգիական լարվածությունը։ Մոդելը, որը լավ է բացատրում մեծ մասշտաբային տվյալները, ձախողվում է, երբ փորձում ենք այն նույնացնել քվանտային միկրոսկոպիկ հաշվարկների հետ։ Սա ոչ թե փոքր բաց թողում է, սա հակասություն է ոլորտների հիմնական մեկնաբանությունների միջև։ Դա դարձնում է խնդիրը խորքային և պահանջում է միացնող շրջանակ, մի համակարգ, որը կապի փոքր և մեծ մասշտաբները։ Այսօր ներկայացվող հիպոթեզները բաժանված են երկու մեծ խմբերի։ Առաջինը՝ Լամբդա որպես կոսմոլոգիական ստատուս, որը համարվում է վակուումի էներգիայի տիպի և չի փոխվում ժամանակի ընթացքում։ Այս գաղափարը լավ համադրվում է տվյալների հետ, բայց չի պատասխանում հարցին, ինչու է նրա արժեքը հենց այսպիսին։ Մյուս ուղղությունը դինամիկ մոդելներն են, օրինակ քվինտեսենցիան, որտեղ մութ էներգիան կարող է փոխվում դաշտի դինամիկայի պատճառով։ Դինամիկ մոդելը կարող է մեղմացնել համընկնելու խնդիրը, սակայն բերում է նոր ազատ պարամետրեր և պահանջում է փորձարկումներ, որոնք կկարողանան տարբերել դինամիկայի և կայուն արժեքի միջև։ Եվ կան նաև փոփոխված ծանրության տեսություններ, որտեղ գետնի գրավիտացիոն օրենքները փոխվում են մեծ մասշտաբներում։ Որոշ մոդելներ փորձարկել են գալակտիկների մակարդակում, բայց լայն մասշտաբային տվյալները հաճախ հակասել են դրանց հաշվարկներին։ Կան նաև back reaction գաղափարներ, ըստ որոնց փոքր մասշտաբային կառուցվածքները կարող են ազդել ընդհանուր ընդարձակման վրա, սակայն հաշվարկները դեռ չեն ցույց տալիս այն տեսանելի ազդանշանը, որը տալիս է լամբդան։ Եվ վերջապես այնտեղ է անտրոպիկ կամ մուլտիվերսի մոտեցումը։ Ատրոպիկ պատճառաբանությունը ասում է. մենք տեսնում ենք այնպիսի ֆիզիկա, որը թույլատրում է կյանքը, և այնպես է ստացվել, որ կյանքը հայտնվել է այստեղ։ Այս մոտեցումը ավելի շատ փիլիսոփայական բնույթ ունի և դժվարությամբ է վերածվում փորձարկումների։ Այն լավ է որպես մտածողության շրջանակ, բայց քիչ օգուտ ունի որպես ճշգրիտ կանխատեսող տեսություն։ Ներկայում հեղինակները փորձում են գտնել մեխանիզմներ, որոնք ի հայտ կբերեն այս մեծ տարահատկությունը, կամ սուբտրակտիվ մեխանիզմներ, որոնք նորմալացնում են վակուումի էներգիան, կամ նոր ֆիզիկական կառուցվածքներ։ Մինչև այժմ այդպիսի բնական նորմալացման հստակ մեխանիզմ չի հայտարարվում։ Արդյունքում, լարվածությունը մնացել է գիտության մեծ մտահոգություններից մեկը։ Ընդունել մթության կերպարը որպես հիմնարար, թե փոխել գրավիտեշնալ տեսությունը։ Կոնկրետ, փորձարարականորեն ստուգելի հիպոթեզերն են լամբդա որպես կոսմոլոգիական ստատուս, քվինտեսենցիայի դաշտերը և փոփոխված ծանրության մասնակետերը, որոնցից մի քանիսն ունեն հաշվարկելի ցուցանիշներ, փոփոխվող հավասարակշռության հարաբերակցություններ կամ ուժի շեղումներ մեծ մասշտաբում։ Այս մոդելները կարելի է փորձարկել հաջորդ սերնդի սուպերնովայի դիտարկումներով, BAO չափումներով և Հուբլի արագության ճշգրիտ գնահատումներով։ Միաժամանակ ավելի տեսական և սպեկուլատիվ գաղափարները, օրինակ emergent gravity-ի տարբեր արտահայտությունները, դժվար են անմիջապես համադրել դիտական տվյալների հետ, քանի դեռ չեն տրամադրում պարզ հաշվարկելի հղումներ։ Մենք պետք է ձեռք բերենք նոր դիտումներ։ Euclid Messian, DESI նախագիծը և մյուսները նախատեսված են հաջորդ տասնամյակներում տալու ավելի ճշգրիտ BAO և LISI տվյալներ, որոնք կարող են տարբերակել լամբդան և դինամիկ մոդելները։ Ավելացնելով CMBS4 և հաջորդ սերնդի gravitational wave դիտումները, կստանանք լրացուցիչ անկախ սահմանափակումներ, որոնք կօգնեն նեղացնել հնարավորությունների շրջանակը։ Եթե նոր տվյալները ցույց տան համընկնման նշաններ լամբդայի և այլ մոդելների միջև, դա կհստակեցնի ուղին։
Մյուս կողմից, լաբորատոր փորձարկումները ADMX-ը, Lux-ը, Xenon-ը և LZ-ը շարունակում են փնտրել մութ նյութի հավանական բաղադրիչներ, աքսիոններ կամ WEMP-ները, և մինչ այժմ բացասական արդյունքները բերում են WEMP-ների կանխատեսումների վերագնահատման անհրաժեշտությանը։ Լուրջ հիպոթեզերը այն են, որոնք տալիս են հաշվարկելի կանխատեսումներ և թույլ են տալիս փորձարկել դրանք փորձառաբար։ Սպեկուլատիվ գաղափարները կարող են կառաջացնել նոր ուղիներ, բայց հաճախ չունեն անմիջապես փորձարկելի հետևանքներ։ Երբեմն տեսական գեղեցկությունն է ցույց տալիս ուղղությունը, բայց միայն դիտարկումն է վճռականը։ Հիմա մենք կանգնած ենք այն բակում, որտեղ կան գեղեցիկ մաթեմատիկական կառուցվածքներ, որոնք համապատասխանում են որոշ մասշտաբների տվյալներին, բայց չեն կարող բացատրել մյուս մասշտաբների տարօրինակությունները։ Մենք պետք է սպասենք փորձին, նախքան ամբողջական տեսական փոխարինումներ կատարել։ Վերադառնանք մեր փորձին, մի փոքր խաչմելուկով։ Մեկնում դուք նստած եք աստղադիտարանում և չափում եք հեռավոր սուպերնովայի լույսը։ Երկրորդում փորձում եք հաշվարկել քվանտային դաշտի վակուումի էներգիան ձեր ընտրված կանոններով։ Եթե առաջին փորձը ասում է ընդարձակումը արագանում է, իսկ երկրորդը ասում է վակուումը պետք է հսկայական լինի, դուք կանգնած եք հակասության առջև։ Այդ հակասությունը չի կրում անհատ մեղավոր։ Դա կոչ է գիտությանը, գտնել ավելի խորը հիմք, որը կապի մանր ու մեծ բաները։ Մեզ պետք են ոչ միայն նոր գաղափարներ, այլ նաև նոր մտավոր և փորձարարական նմուշներ, որոնք ցույց կտան, որ ճանապարհը ճիշտ է։ Դուք որպես դիտորդ պետք է պահանջեք ճշգրիտ, բազմակողմանի չափումներ, որպեսզի տեսականությունը ստիպված լինի ապացուցել կամ հրաժարվել։ Մինչ կան անհամապատասխանություններ, գիտությունը չի կարող հանգստանալ ընդունելով որևէ պարզ explanation։ Այստեղ ավարտը բաց է։ Նույնքան խիստ և զարմանալի, որքան այն անհամապատասխանությունը, որը նկարագրեցինք։ Հաջորդ անգամ, երբ շարունակենք, գնայինք կոնկրետ դիտումների ցանկին և հաշվարկներին, որոնք կարող են տապալել կամ հաստատել մութ նյութի և մութ էներգիայի տարբեր մոտեցումները։ Արդյոք մութը պարզապես վակուումի հետևանքն է, թե մեզ սպասվում է լրիվ նոր ֆիզիկա, որը կխախտի ներկայիս պատկերացումները։ Այս հարցը մնում է ձեր և մեր առաջ։ Ձայնը գալիս է լեզվից, որը մենք դեռ չենք սովորել լսել։ Մեկը թրթռում է երկնքի խորքում 2015 թվականի Լայգոյի աստղային խախտումից լսված առաջին հարվածի նման, և նա ասում է, որ մեր երկու մեծ թեորիաները, քվանտային դաշտերը և ընդհանուր հարաբերականությունը, չեն բառախաղում նույն լեզվով։ Դուք հենց հիմա կանգնած եք այդ լսարանի մեջ, դետեկտորների տուփերի առջև, որտեղ յուրաքանչյուր նոր տվյալը կարող է շուռ տալ մեր ընդմիշտ ընդունված պատկերները։ Երբ Լայգոյի համագործակցությունը 2015 թվականին հայտնեց երրորդական ալիքների ռադիոկապույտների մի տեսակ, դա չկատարեց արատավոր սրտի նման, դա տրամաբանության խոց էր։ Լայգոն, Կալթեխի և MIT-ի գիտնականների կողմից աշխատած ու ղեկավարվող ինժեներական հրաշք ցույց տվեց, որ սև անցքերը ոչ միայն տեսական մոդելներ են, այլ իրական կինետիկ օբյեկտներ, որոնք միաձուլվում են ու ստիպում են ուժեղ պրոցեսների։ Այս տեխնոլոգիական ճեղքը չի հանգեցել հանդարտության։ Նա սրընթաց է մեծացնում ճնշումը մեր տեսությունների միջև։ Պարզ խոսելն անցնում է անխառնելի հակառակ հնչողության։ Սև անցքի ներքևում, որտեղ քաշը կենտրոնանում է փոքր ծավալում և ժամանակը կորցնում է սովորական իմաստը, ընդհանուր հարաբերականությունը ենթադրում է մոնոլիտիկ հսկայական կառուցվածք, մինչդեռ քվանտային մեխանիկան պահանջում է միավորություն և ինֆորմացիայի պահպանություն այդ նույն պատկերի համար։ Այս հակասության սերտ գծում է ծնվել սև անցքերի ինֆորմացիայի պարադոքսը, որը դարձավ մեր ժամանակների հետազոտական սկանդալը, միաժամանակ ինտելեկտուալ խմոր և ինստրուկցիաներ պահանջող խնդիր։ Յակոբ Բեկանշտեյնը 1972-ից մինչև 1973 թվականներին հրապարակեց այն գաղափարը, որ սև անցքի էնտրոպիան համեմատելի է նրա մակերեսի հետ։ Սա էր այն առաջին աղաղակը, որը կապեց թերմոդինամիկա, քվանտային դաշտեր և գրավիտացիա։ Ասում էր, որ մի սև անցքը կարող է պահել ինֆորմացիայի չափ, կախված իր մակերեսից, ոչ թե ծավալից։ Հավանականության չափով սա փոխեց այն, թե ինչպես մենք պատկերացնում ենք տեղի և տեղապահություն տերմինները տիեզերքում։ Սթիվեն Հոքինը Քեմբրիջի համալսարանից 1974-ից մինչև 1975 թվականներին գրեց աշխատություններ, որոնք ցույց տվեցին, որ սև անցքերը ճառագայթում են քվանտային գործընթացներով, այժմ հայտնի որպես Հոքինգի ճառագայթ։ Հոքինի հաշվարկը կիրառեց քվանտային դաշտերի մեխանիկները ընդհանուր հարաբերականության ֆոնի վրա և ցույց տվեց, որ անցքերը կարող են ակտիվորեն կորցնել զանգված և վերջում ամբողջությամբ անհետանալ։
Արդյունքում առաջացավ ուղիղ հարցը. ինչ տեղի կունենա այն ինֆորմացիայով, որը փախչում էր այդ քայքայվող օբյեկտի ներսում, եթե ժամանակի վերջում ոչինչ չի մնում։ Բնդովից պարզ է, մի հակամարտություն։ Քվանտային ներդաշնակությունը եւ ունիտարությունը պահանջում են, որ համակարգի սկզբնական վիճակի ինֆորմացիան կարող է վերականգնվել հաշվարկով, բայց հոգինի հաշվարկը սեմի քվանտային մոտեցմամբ ցույց էր տալիս, որ ինֆորմացիան կարող է վերանալ դարձնելով ժամանակի ապագան ոչ կանխատեսելի, ընդհանուր հարաբերականության կանոնների պահպանությամբ։ Այս հակասությունն արագ դարձավ փորձագիտական ստրես թեստ դարձած հարց։ Ինչը չի կարելի անտեսել, եթե ուզում ենք որդեգրել մի միասնական ֆիզիկական պատմություն։ Մասնագիտական տեխնոլոգիական սրելը մեզ թույլ տվեց դիտել սահմանագիծը, ոչ միայն հաշվարկել այն։ Մեծ մասինկային արագացուցիչները եւ աստղային դիտակները, LIGO-ով սկսած եւ Event Horizon Telescope-ով շարունակաբար, բերեցին տվյալներ, որոնք կարող են հենց հիմա կտրել տեսական հյուսվածքները։ Օրինակ, երկու սև անցքի միացումները եւ M87-ի ստվերային պատկերը սահմանափակում են այն, թե որքանով կարող է ընդհանուր հարաբերականությունը խախտվել մոտ հորիզոնի։ Այսպիսի դիտարկումները դարձան տեխնոլոգիական պրոբացիա, խորհրդածելու այն մասին, արդյոք ինֆորմացիան պետք է կորի, թե ոչ։ Պարզ ասած, սև անցքերի պարադոքսը տիեզերքի չափով փորձ է, որն հարվածում է մեր տեսության գլխին։ Ամեն խոշոր տեսական զարգացում, թե դա լինի սև անցքերի ներքին կառուցվածքի փոփոխություն, թե ինֆորմացիայի արտահոսք, պետք է բավարարի շատ խիստ վարկանիշների այնպիսի դիտարկումներ, որոնք այժմ իրականացնում են Կալիֆոռնիայի կամ Բոստոնի լաբորատորիաները եւ աստղագիտական խումբերը։ Այսինքն, տվյալները ոչ միայն թեստ են, նրանք լապտերն են այն մթության մեջ, որի մեջ մութը երբեմն ծնծածկվում է։ Սակայն կարգը խախտողն ավելի խորքային է։ Քվանտային դաշտերի դիտարկումները մանրաթելային զարկեր են ցույց տալիս միկրոասպեկտներում, որոնցից շատերը հիշեցնում են մոլորակային պրոցեսներին, մի զարմանալի զուգորդում, որը մենք անվանում ենք միկրո-մակրո պարբերություն։ Այդ միաժամանակյա զուգորդումը արտացոլվում է այն գաղափարում, որ նույն սկզբունքները, որոնք ամենափոքր մասերի փոխազդեցությունն են կարգավորում, կարող են նաև որոշել ամենամեծ կառույցների գաղտնիքները։ Դիտարկումներն ու տեսականները փոխհրաձգություն են։ Խնդիրն այստեղ այն չէ, որ մենք չունենք մտածողներ, այլ այն, որ դիտումները սկսում են փակուղի անցկացնել շատ տեսական ճանապարհները։ Օրինակ, խիստ սահմանափակումներ են թելադրվում հոքինգի ճառագայթին տրվող ինֆորմացիայի հնարավոր արտահայտման ձևերին այն անհատական օրինակներում, որոնք մենք կարող ենք այժմ դիտել։ Այս սահմանափակումները վեր են միայն տեսական էսթետիզմից։ Նրանք իրական, փորձարկելի սահմաններն են։ Մի շարք հետևություններ աստղագիտական փորձերից արդեն հեռացրել են մի քանի պարզ լուծումներ։ Առաջին, սերմած ենթադրությունը, թե քվանտային ֆիզիկահարություն ու ընդհանուր հարաբերականությունը կարող են ներդաշնակվել առանց հիմքային փոփոխության, դարձել է հաճախակիորեն կասկածի առարկա, հատկապես երբ խոսքը գնում է հորիզոնի մոտ ֆիզիկայի մասին։ Երկրորդ, մի քանի փորձեր, ինչպիսիք են սև անցքերի ստվերների ճեռների ճշգրտումը, Event Horizon Telescope-ի կողմից 2019 ամսվա հրապարակումներում վերացրել են մի շարք ծայրահեղ մոդելներ, որոնք կանխատեսում էին բացարձակ տարբեր պատկերներ հորիզոնային դաշտի համար։ Սակայն շատ բան դեռ բաց է։ Մոդելներ, որոնք հիմք են դնում ինֆորմացիայի վերականգնման վրա, այնպիսի մեխանիզմներով, ինչպիսիք են սուբտիլային կոռելացիաները հոքինգի ճառագայթում կամ տարբեր տեսակների մոդելները, դեռ չեն լրջորեն բացառվել փորձով, քանի որ մեր ալգորիթմները եւ տվյալների զգայունությունը դեռ չեն հասել այն աստիճանին, որի վրա նրանք կարող են վստահորեն ապացուցել կամ հերքել այդ հիպոթեզները։ Դուք կարող եք սա անցալել որպես հավասարակշռության պահ։ Տես, թեորիա դեռ հնարավոր է, բայց միայն որոշ պարամետրերի սահմաններում։ Մի շարք տեսական լուծումներ փորձեցին փրկել ունիտարությունը, պահպանելով միևնույն ժամանակ ընդհանուր հարաբերականության ենթադրությունները։ Սա էր առավել հայտնի սև անցքի կոմպլեմենտարությունը, որը Լեո Սուսկինդը եւ Ջերի Թոֆթը մշակեցին 1990-ականների սկզբին Ստենֆորդ եւ Ուտրեխտյան խմբերում։ Ըստ որի ինֆորմացիան չի ոչնչանում, այլ ներկայացվում է տարբեր դիտանկյուններից, համադրելի չդիտարկվող ձևերով։ Այդ մոտեցումը միաբևեռ փիլիսոփայություն է առաջարկում, բայց նա բախվում է մասնակի զգացական խնդրի, որը բնութագրվել է որպես հրդեհային պատի պարադոքսը։ Ալմհեյրի, Մարոֆի, Պոլինչսկի եւ Սալիի աշխատանքը 2012 թվականի շրջանին բարձրաձայնեց հենց այդ խնդիրները ու առաջ քաշեց հրդեհային պատի հավանականությունը որպես այնպիսի փոխզիջում, որը որոշ մոդելներ չեն կարող շրջանցել։
Այս արդյունքը ոչ միայն տեսական նյարդային դադար էր, նա հանգեցրեց այն հարցին, թե արդյոք մեր պատկերացումները սնթյորում են ավելի խորամանկ ձևով, քան մենք սկզբնապես կարծում էինք, կամ արդյոք իրականությունը ենթադրում է նոր տեսության աշխատանքի փոփոխություն միկրոաստիճաններում։ Այստեղ տեսական ջատագովների ճակատները կտրուկ բաժանվեցին, որոնցից յուրաքանչյուր ճակատը առաջարկում է տարբեր ճանապարհներ, միաժամանակ ընդունելով կամ հրաժարվելով որոշ հիմնական սկզբունքներից։ Մեկ այլ խումբ հետաքրքրվեց հոլոգրաֆիայի հունով։ Գերեզումը կազմեց Ջորջ Մալդաչենայի 1997 թվականի աշխատանքը Փրինսթոնի ինստիտուտից, որը առաջարկեց ADS/KFT զուգահեռը, գաղափարը, որ մի ոչ գրավիտացիոն քվանտային համակարգ Conformal Field Theory կարող է ամբողջությամբ ներկայացնել մեկ այլ ավելի մեծ գրավիտացիոն տիեզերք՝ Anti-de Sitter։ Այս հայեցակարգը այն տեսակետից, որ միկրոսկոպիկ տվյալները կարող են ամբողջակերպել լայնամասշտաբ գրավիտացիոն միջավայրը, դարձավ կարևոր ուղեցույց ինֆորմացիայի պահպանման հետ կապված որոշ շրջանակներում։ Բայց սա դժվար է անմիջականորեն կիրառել մեր իրական տիեզերքի վրա, քանի որ մեր աստղաբաշխական հորիզոնները եւ կոսմոլոգիական պայմանները տարբերվում են ADS-ի իդեալական պայմաններից։ Մաններից։ Այսպիսով, մենք ստանում ենք խիստ ընտրություն։ Եթե հոլոգրաֆիան ճիշտ է որպես ընդհանուր բան, ապա ինֆորմացիան պետք է չկորի, այլ ուղղակի լինի վերածված այլ տեսակի երանգների, որոնք մենք կարող ենք աստիճանաբար հայտնաբերել մետրիկային ճեղքերով կամ ճառագայթային կորելացիաներով։ Եթե ոչ, ապա մենք կանգնած ենք մի ակնհայտ լղոզվածության առջև, որը կարող է պահանջել հիմնարար վերանայում այն սկզբունքների, որոնք մենք ընդունում ենք որպես անկյունաքարային օրենքներ։ Եստանդարտ գիտնականը, որը նստած է լաբորատորիայում կամ տիեզերապարբեր դիտակոցի մոտ, պետք է ընտրի կամ ստեղծի փորձ, որն կարող է տարբերակել այս երկու ուղիները։ Ինչը համալվում է բաց հարց եւ ինչը արդեն կարելի է համարել հատուկ։ Պետք է նշել, որ մի շարք սկզբնական մոդելներ, որոնք խոսում էին ամբողջական ինֆորմացիայի ֆիզիկական ոչ պահպանման մասին, ինչպես որոշ սկզբնական հոքինգային հաշվարկները, ժամանակակից համայնքում համարվում են անհավանական։ Եվ նույնիսկ Հոքինգ ինքը 2004 թվականին փոխեց իր դիրքերը եւ ընդունեց, որ ինֆորմացիայի պահպանումը կարող է իրական լինել։ Սա ցույց է տալիս, որ որոշ բաներ արդեն տեղ եք դրել, գոնե տեսական մակարդակում, սակայն դա չի նշանակում, որ ամբողջ խնդիրը լուծված է։ Ամերիկյան, եվրոպական եւ ասիական փորձերն արդեն սեղմել են որոշ հիպոթեզների պարամետրերը։ Օրինակ, մի շարք պարզ օրինաչափություններ, որոնք ենթադրում էին սև անցքերի արագ եւ ամբողջական ինֆորմացիայի ոչ պահպանման մեխանիզմներ, այժմ հակախոտ են ստացել աստղագիտական մոնիտորինգի եւ գրավիտացիոն ալիքների դիտարկումների շնորհիվ։ Բայց մութ սեկտորին առնչվող այլ հնարավոր տարբերակները, օրինակ ինֆորմացիայի փոխանցումը մութ ինքի մեջ կամ նոր թույլ փոխազդեցություններ, այս բոլորը դեռ պահպանվում են բաց վիճակում, մինչև փորձերը ավելի խիստ չդառնան։ Թվում է, թե մեզանից պահանջվում է մի փոքր խելամտություն եւ մեծ համբերություն։ Մենք պետք է միանգամայն նոր տեսակի փորձեր, ոչ միայն շատ ավելի զգայուն հայտնաբեռներ, այլ նաև այլ տեսակի դիտողություններ, որոնք կկարողանան չափել Հոքինգի ճառագայթման շատ նուրբ կորելացիաները կամ երկարաժամկետ ազդակները, որոնք ցույց կտան, թե ինֆորմացիան դուրս է գալիս, թե ոչ։ Այդ ընթացքում տեսականները շարունակում են առաջարկել մոդելներ, որոնք հնարավոր է փորձարկվեն միայն երկարաժամկետ համաշխարհային համագործակցային ծրագրերով։ Օրինակ, լիսայի նման տիեզերական գրավիտացիոն ալիքների աստղադիտակով եւ ավելի խիստ ստվերային նկարահանող ցանցերով։ Ինքնին մեր մտքում մնում է հիշողությունը այն մասին, թե որքան վտանգավոր է շտապ եզրակացություններ անել։ Մութային առարկաների բուն բնության մասին խոսելիս մենք չենք կարող փոքրացնել մետաֆիզիկական ռիսկերը։ Պատմությունը ցույց է տվել, որ գեղեցիկ մաթեմատիկական կառուցվածքը հաճախ չի լինի ճշմարտության վերջնական ալգորիթմը, եթե այն չի համապատասխանում տվյալներին։ Լավագույն ճանապարհը թողնել երկու հնարավորությունները բաց եւ աշխատել այնպես, որ տվյալները վերջնականապես որոշն ճակատագիրը։ Միջոցներով մենք ունենք երկու ուղի՝ միկրոից մինչև մակրո։ Փոքր մասշտաբներում կատարված փորձեր, ինչպիսին է լաբորատորային վերարտադրությունը որոշ համեմատությունների համար, ցույց տվեցին, որ հոքինգային որոշ համեմատականությունները հնարավոր է massամբ վերարտադրել լաբորատոր պայմաններում, եւ դա առաջարկում է ուղի վերահսկելի փորձերի համար։ Մյուս ճանապարհը գալիս է տիեզերական մակարդակից, LIGO-ից, EHT-ից եւ այլ աստղագիտական միջոցներից ստացված տվյալների տեսքով, որոնք թույլ են տալիս տեսականությունների ուղիղ սահմանափակումները գլոբալ մակարդակում։ Ահա հակադրություն։ Տեխնոլոգիական ճեղքի միջոցով արտահայտված հույսը եւ այն նուրբ տեսական խաղերը, որոնք փորձում են փրկել միասնությունը։ Պատկերացրեք երկու սիմֆոնիա։ Մեկում նվագախումբն է,
փորձը, որը համալիր եւ հստակ նոտաներ է տալիս, եւ մյուսում թղթադրամի վրա գրված տեսությունն է, նիհար եւ ճարտար, որը պետք է հաստատվի կամ չեղարկվի ըստ դրանց համադրության։ Մեր դերը այդ սիմֆոնիայում այն է, որ լսենք անհաջող նոտաները եւ թույլ չտանք, որ գեղեցկությունն խաբի մեզ սխալ ուղու վրա։ Եվ վերջում, հարցը, որը դառնում է այս մասի փակողալիք։ Եթե ինֆորմացիան ստպված է պահպանվել, ապա ինչպիսին է նրա ֆորման եւ որտեղից կարող ենք սպասել այն դիտել։ Եթե ինֆորմացիան իսկապես կորում է, ապա մենք ստիպված կլինենք վերանայել այն ամենը, ինչ կարծում էինք պահպանվող կոնստանտների մասին, երբևէ ընդունելով, որ որոշ ոչ վերադարձելի պրոցեսներ կարող են գոյություն ունենալ տիեզերքում։ Սա վերջ չէ։ Սա նմուշն է այն բանի, որ մեր գիտելիքը թույլ է տալիս մեկ քայլ առաջ անցնել, բայց բնությունը դեռ պահպանում է իր գլուխգործոցը, մի գաղտնիք, որը միայն ավելի խիստ փորձերն ու ավելի համարձակ տեսական մտքերը կարող են բացել։ Պիտի սպասել հաջորդ տվյալին, այն փոքր ճիչին, որը կասի մեզ, թե այդ երկու լեզուներից որն է վերջապես ճիշտ, քվանտայինը, թե ընդհանուր հարաբերականությունը, կամ մի երրորդ լեզու, որը մենք դեռ չենք լսել։ Դուք հենց հիմա նստած եք էկրանին ու լսում եք այս տողերը, եւ ձեր մարմնի մեծ մասը շարժվում է տիեզերքում մի անտեսանելի աշխարհի ճնշման ներքո։ Այս պարզ փաստը երկակի հարված է։ Առաջինը, ձեր գիտակցությունը կարծում է, որ ճանաչում է իր շուրջը, իսկ երկրորդը, գրավիտացիան, ցույց է տալիս, որ այդ ճանաչումը ընդամենը մակերես է։ Այսօր մենք չենք խոսելու նոր դիտումներից միայն, այլ այն մասին, թե ինչպես ֆիլոսոփա կերպով կարող ենք կառուցել քայլքը դեպի այդ անտեսանելիի խորքը։ Թեզիսը պարզ է։ Մութին վերաբերվող 3 հիերարխիկ ռազմավարություն մրցակցում են իրար հետ։ Առաջինը՝ մութը որպես շահկապող փաստ, նույնիսկ եթե չտեսնենք, այն գոյություն ունի։ Երկրորդը՝ մութը որպես անհրաժեշտ հիմնարար սկզբունք, որը վերափոխում է մեր օրենքները, այսինքն փոփոխված օրենքներ, որոնք տեղադրում են մեր փորձերի տարաձայնությունները։ Երրորդը՝ մաթեմատիկական օնտոլոգիան, գաղափարը, որ մութը ոչ այլ ինչ է, քան ավելի տիրապետող մաթեմատիկական կառուցվածքի արտացոլումը։ Ներկայացնենք առաջին գիծը՝ brute fact։ Այս մոտեցումը ասում է, կա նյութ, որը ուղղակիորեն չի համապատասխանում մեզ գիտնականների ներկայիս տեսություններին, եւ նրա լինելու փաստն առավելապես էմպիրիկ է։ Այն հենվում է փորձերի վրա, որոնց անունները կապված են Ֆրից Ցվիցկիի, Վերա Ռուբինի ու այլոց աշխատանքների հետ, որոնք ցույց տվեցին զանգվածային անհամապատասխանություններ գալակտիկաներում եւ կլաստերներում։ Brute fact-ը պահանջում է նոր մասնիկներ կամ նոր դաշտեր, եւ այս ուղին ուղղակիորեն էխո տալիս փորձարարական տվյալների լեզվով։ Բայց ինչով է այս ռազմավարությունը ուժեղ։ Առաջին, այն աշխատում է կանխատեսումների հետ։ Երբ ֆերմիոնային AOEMP-ներ առաջարկվեցին, մասնիկային ֆիզիկայի թեստերը դարձան ուղիղ, կոնկրետ եւ ճշգրտորեն հերքելի։ Օրինակ, Xenon 1 տոննափորձը Gran Sasso լաբորատորիայում երկարատև շրջափակումներ մտցրեց AOEMP-ների որոշ պարամետրերի վրա։ Երկրորդը նրա էմպիրիկ հմայքն է։ Մեծամասշտաբային տիեզերաբանական դիտումները ցույց են տվել անհրաժեշտությունը լրացուցիչ նյութի այս մոտեցման օգտին։ Բայց կա նաև խոցելի կողմը։ Brute fact-ը հաճախ բերում է օնտոլոգիական բազմացման, շատ չտեսանելի բաղադրիչների ներմուծում, որոնց գոյության պատճառները մնում են բացացուցիչով, եւ փորձը դեռ ամբողջովին դրանք չի փակել։ Երկրորդ գիծը, անհրաժեշտ հիմքը, սկսվում է հարցից. իսկ եթե մութը ոչ թե նոր նյութ է, այլ մեր օրենքների ոչ ճիշտ կիրառման հետևանք։ Միլգրոմը Վեյցման ինստիտուտից 1983 թվականին առաջարկեց Monde, փոփոխված Նյուտոնի դինամիկա։ Պարզեցված ձևով դա նշանակում է, որ մեկնարկային օրենքները փոխվում են, երբ արագությունները կամ ձգողականությունը ունը բավականաչափ փոքր են։ Monde էֆեկտիվ բացատրություն է տալիս գալակտիկների պտտումների համար առանց լրացուցիչ մասնիկների։ Պարզապես մի փոքր կանոնափոխություն եւ առաջանում է համապատասխանություն դիտումների հետ։ Այս մոտեցման ուժը նրա տնտեսությունն է։ Նրա փիլիսոփայական առավելությունն այն է, որ նա խուսափում է նոր, դիտարկելիորեն անհասկանալի օբյեկտների ավելացուցից եւ փոխարենը փոխում է էքսպլանատորի ենթակառուցվածքը։ Բեկենշտեյնը Հեբրայական համալսարանից 2004 թվականին փորձեց այս գաղափարին տալ հարաբերականիստական մոդել, TIVES անունով, որը ձգտում է համատեղել Monde ընդհանուր հարաբերականության հետ, փորձելով պահպանել նաև Լենսինգի եւ կոսմոլոգիական տվյալների համընկնումները։ Բայց սահմանափակումները կտրուկ են։ Bullet cluster-ի դեպքում gravitational lensing-ն ցույց տվեց զանգվածի տեղաբաշխումը, որը անհամընկնում էր գազի հետ, եւ այս տեսակը փորձը դժվարացնում է միայն օրենքների փոփոխությամբ ամեն ինչ բացատրել։
Երբեք մի մոռացեք, որ ցանկացած փոփոխում օրենքներում պետք է նաև աշխատի ամբողջ քանակական ֆիզիկայի տեսանկյունից։ Այն պետք է հաշվի առնե CMB-ի շեղումները, մեծ մասշտաբային կառույցի աճը եւ այլ կոնդենսացիոն երևույթներ։ Այսինքն այս ուղին չի կարող լինել տեղական փրկիչ։ Հաճախ փոփոխված օրենքները կամ emergent gravity գաղափարները բախվում են բազմակողմանի դիտողական ճնշմանը։ Երրորդ գիծը, մաթեմատիկական օնտոլոգիան, վերադառնում է այլ մակարդակի։ Այն հիմնված է այնպիսի գաղափարների վրա, որոնք Մաքս Թեգմարկը մշակեց, The Mathematical Universe Hypothesis։ Գաղափարը հետևյալն է. մեր իրականությունը էապես մաթեմատիկական կառուցվածք է, եւ այն, ինչը մենք անվանում ենք մութը, կարող է լինել տվյալ կառուցվածքի մի ոչ տեսանելի կողմ կամ մեկ այլ մաթեմատիկական լուծում։ Մաթեմատիկական օնտոլոգիան բարձրացնում է էքսպլանատորի պահանջները։ Նրա ուժը գալիս է նրանից, որ նա ձգտում է ոչ միայն բացատրել մութը, այլ նաև ամփոփել տեսության խորքը։ Ուժը այստեղ համակարգային միասնությունն է։ Երբ Թեգմարկը խոսում է մաթեմատիկական իրականության մասին, նա առաջարկում է ընդհանուր լեզու, որով կարելի է փորձել fine-tuning-ի եւ որոշ տեսողական անհամապատասխանությունների հարցերը։ Միշտ կան զգուշություններ։ Երբ էքսպլանատորիը շատ լայն է մաթեմատիկական, այն շուտ կարող է դուրս գալ empirical falsifiability-ի սահմաններից եւ վերածվել գերարդարացված, բայց ոչ փորձարկելի փաստարկների։ Դուք որպես դիտորդ իրավունք ունեք կասկածելու։ Այս երեք մոտեցումները հնարավոր է համընկնել կամ հատվել եւ պետք է հարցնել. ո՞րն է գիտական պատասխանն այս անորոշությանը։ Գիտական մեթոդը պահանջում է կանխատեսելիություն եւ փորձ։ Այստեղ brute fact-ը ունի առավելություն, քանի որ ինքը ուղղակիորեն ասում է. կփնտրենք նոր մասնիկները, եւ դա կարելի է անել փորձերով։ Կասկածը օգտակար է միայն այն ժամանակ, երբ այն դիմակում է փորձի պահանջը։ Պետք է տարբերություն անել էքսպլանատորի խորության եւ empirical սահմանափակման միջև։ Մաթեմատիկական օնտոլոգիան հաճախ առաջարկում է մեծ էքսպլանատորի խորություն, բայց պակաս empirical սահմանափակումներ։ Եթե տեսությունը կարող է արտադրել բազմաթիվ հնարավոր աշխարհներ առանց կոնկրետ դիտողական կանխատեսումների, այն դժվար է փորձարկելի դարձնել։ Այսպիսով, մաթեմատիկական մոտեցումը մղում է մեզ ավելի շատ տեսական մտածողության, իսկ փորձը պահանջում է կոնկրետ ժամանակ ու աշխատանք։ Որոշ մանրամասներ արժի առանձնացնել։ Brute fact-ը լավ է աշխատում փոքր մասշտաբային խնդիրների հետ։ Օրինակ, WIMP-ների thermal freeze-out միջազգում գոյության տրամաբանական կապը ոգևորեց մասնիկային որոնումները, եւ այդ ներգրավվածությունը կարևոր էր փորձական կապերի հաստատման համար։ Բայց Xenon 1TE եւ այլ փորձերի սահմռկիչ սահմանափակումները ստիպեցին վերանայել առաջին պարզ WIMP մոդելները։ Monde ունի մարկինալ հաջողություններ։ Այն բնականորեն արտադրում է կապեր զանգվածի եւ պտտման արագության միջև, որոնք լավ աշխատում են շատ գալակտիկաներում։ Բայց այն բախվում է քլաստերների եւ CMB-ի տվյալների հետ, եւ այս սահմանափակումները ստիպում են TVS-ի եւ նման մոդելների ավելացնել նոր պարամետրեր կամ լրացուցիչ դաշտեր, ինչը դրանք դարձնում է ավելի բարդ եւ մոտիրող brute fact-ին։ Մաթեմատիկական օնտոլոգիան իբրև թե բախվում է underdetermination խնդիրին։ Եթե մի շարք մաթեմատիկական կառուցվածքներ համապատասխանում են տվյալներին, empirical տվյալները չեն կարող լեզվացի հստակորեն ընտրել դրանցից որևէ մեկը։ Թեգմարկի մոտեցման հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք այն կարող է տալ պրագմատիկ observable-ները, որոնք տարբերում են նրա ենթադրյալ կառուցվածքը մյուս տեսությունների հետ։ Եթե ոչ, ապա նրա էքսպլանատորի ուժը կմնա հիմնականում տեսական հետաքրքրություն, առանց փորձագիտական աջակցության։ Ինչպես են այս երեք գծերը փոխօգնության մեջ։ Առաջինը եւ երկրորդը հաճախ չեն հակասում, նրանք կարող են լրացնել մեկը մյուսին։ Եթե կա մութ նյութ, brute fact-ը կարող է խորհուրդ տալ մասնիկների գոյություն, իսկ իսկույն այդ մասնիկների հատկությունները կարող են պահանջել ավելի խոր տերմիններում ֆիզիկական սկզբունքներ կամ սիմետրիա, որը կապվում է մաթեմատիկական կառուցվածքի հետ։ Միաժամանակ փոփոխված օրենքները կարող են լինել միայն արդյունավետ տեսություն, emergent ֆիզիկայի արտացոլումը մի ավելի խորից հնարավորության։ Այսինքն, նույն երևույթը կարող է ունենալ բազմակողմանի բացատրություններ, որոնք չեն բացառում միմյանց։ Գիտության պրագմատիզմը պահանջում է, որ յուրաքանչյուր գիծը իրագործվի հետազոտական ծրագրերում։ Brute fact-ը դրդում է կոնկրետ փորձեր, ինչպես Xenon 1T եւ LZ։ Անհրաժեշտ հիմքը նոր սիմուլյացիաներ եւ ֆորմալիզացիաներ։ Մաթեմատիկական օնտոլոգիան պահանջում է կոնկրետ, փորձարկելի կանխատեսումներ։ Այս փոխգործակցությունը էական է։ Ոչ մի ռազմավարություն չի կարող ամբողջական կամ պատկերը ներկայացնել առանց մյուսների ներդրումների։ Գրեթե միշտ գիտնականների ռազմավարությունները հանդես են գալիս որպես հիբրիդներ։
Օրինակ, Ջեյմս Փիբլսի աշխատանքը համադրում է դիտողական տվյալների համապատասխան մոդելները և ֆիզիկայի խոր ըմբռնումները։ Սա մեզ հիշեցնում է մի կենսական դաս։ Ֆիլոսոֆիական գաղափարները պետք է ծառայի ֆիզիկային, ոչ թե հակառակը։ Թույլ մի տվեք, որ օնտոլոգիական գեղեցկությունը խորտակի փորձի պահանջը։ Սկեպտիկը պետք է հարցնի. ինչը կարող է կործանել ձեր տեսությունը հայտնի տվյալներով։ Ամենաբարդ խնդիրներից մեկը հետևյալն է. երբ դիտումները թույլ չեն տալիս որոշում, մենք հաճախ վերածում ենք խնդիրը լայն փիլիսոփայական հարցերի։ Օրինակ, cosmological constant-ի խնդիրը դեռ մնում է բաց։ Եթե քվանտ դաշտերի վակուումային էներգիան կանխատեսում է շատ մեծ արժեքներ, ապա մեր էքսպլանատորի գիծերից ոչ մեկը դեռ համոզիչ լուծում չի ներկայացրել։ Բացահայտման համար կարող է պահանջվել նոր ֆիզիկական մեխանիզմ կամ նոր մաթեմատիկական տեսություն, կամ նույնիսկ արժևորել մի մեծ քանակությամբ fine-tuning, մուլտիվերսային մոտեցման ձախողմամբ։ Ինչ է հաջորդ քայլը։ Պատասխանը տեխնիկական և պրագմատիկ է։ Փորձը պետք է լինի խոր և բազմաճյուղ։ WIMP-երի որոնումները տարբեր լաբորատորիաներում շարունակվում են։ ADM-X-ը University of Washington-ում ուսումնասիրում է աքսիոնների հնարավորությունը, և LIGO-ն ու աստղագիտական դիտումները կարող են սեղմել primordial black hole-ի հիպոթեզը։ Սա brute fact ուղու պահանջն է, փորձով ճշգրտում անցկացնելու։ Միաժամանակ պետք են խիստ քննությունները փոփոխված օրենքների վրա։ Էնտրոպիայի, տիեզերաբանական ֆլուկտուացիաների և ոլորտների տեսությունները պետք է համադրեն, որպեսզի տեսնենք արդյոք emergent gravity կամ TVS-ի նման մոտեցումները կարող են դիմանալ քլաստերների և CMB-ի ճնշմանը։ Մետաֆիզիկական օնտոլոգիաների քննությունը ավելի նուրբ է։ Այստեղ անհրաժեշտ են կոնկրետ մաթեմատիկական կանխատեսումներ, որոնք կարող են փորձարկվել։ Թեգմարկի մոտեցման հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք այն կարող է պրագմատիկ observable-ները տալ, որոնք տարբերում են նրա կառուցվածքը մյուսներից։ Եթե ոչ, ապա այն կմնա գեղեցիկ պատմություն, և բաժանարար գիծը գիտության ու մետաֆիզիկայի միջև կմնա ակնհայտ։ Փորձարկելիություն է այն, ինչ բաժանում է գիտական կադրերից փիլիսոփայական խոստումները։ Ինչ ենք մենք պահում որպես գաղտնիք։ Մութը մեզ ստիպում է երրորդ անգամ խորել մեր գիտելիքի սահմանների մասին։ Արդյոք մեր օնտոլոգիան պետք է ընդլայնվի ընդունելով նոր, դիտարկելիորեն անհասկանալի առարկաներ, թե պետք է փոխենք օրենքները, կամ ընդունենք, որ մեր իրականությունը բխում է ավելի բարձր մաթեմատիկական միավորումից։ Արտահայտեք ձեր կասկածը և թողեք, որ փորձը լինի դատարանը։ Այդպես գիտությունը առաջ է գնում, անգամ երբ ամեն ճանապարհի վրա իր խնդիրն ունի։ Վերջում թող ձեզ հետ մնա այս պատկերումը։ Պատկերացրեք բիբոշ դաշտ, որի ճեղքերը թույլ են տալիս տեսնել լույսը, բայց մեծ մասը թաքնված է սեղանի տակ։ Երբ մենք ընտրում ենք brute fact-ը, մենք վերցնում ենք լապտերը և սկսում լուսավորել սեղանի տակը, փնտրելով առարկաները։ Երբ մենք ընտրում ենք անհրաժեշտ հիմքը, մենք վերանայում ենք օրենքները, տեսնելու, արդյոք լույսը կարող է ընկնել այլ կերպ։ Երբ մենք տալիս ենք նախընտրություն մաթեմատիկական օնտոլոգիային, մենք դառնում ենք գրադարանավարներ, ովքեր հարցնում են, արդյոք գոյություն ունի ավելի մեծ գրադարան, որտեղ այս գրքերը արդեն կան, և խնդիրը միայն գտնել է համապատասխան շենքը։ Ամոթ չկա կասկածելու մեջ, ինչ ոչ տեսանելի է մեր դիմաց, բայց գիտական խորամտությունը նույնն է՝ ընդունել կասկածը, սահմանել փորձը և թույլ տալ, որ բնությունը դատի։ Այս ժամանակը այն մասին է, երբ գաղափարները կռվում են իրար հետ, ոչ թե անձանց մեջ։ Մենք պետք է պահենք մեր բացմանը, մտածենք սկզբունքային հարցերը և սպասենք հաջորդ օբյեկտին, որը կամ կհաստատի, կամ կփոխի մեր ամենափոխունակ մտքերը։ Ֆիզիկ Հենդրիկ Կազիմիրը 1948 թվականին Նիդերլանդներում փորձարկեց բան, որը էական դարձավ մեր պատկերացումների համար։ Նա չափեց վակուումի միջակ խնդիրների ազդեցությունը, վակուումի ոչնչից առաջացվող ճնշումը։ Այդ փորձը ցույց տվեց, որ նույնիսկ 4 փոքրիկ տախտակների միջև կա չափելի ուժ։ Կարծես ոչինչը չլինի, այնուամենույն ինչ-որ բան կա։ Ուշադրություն դարձրեք։ Սա լաբորատորիայի մի պարզ ապացույցն էր, որ անտեսանելի դաշտերը կարող են բառացիորեն քաշքշել իրերը։ Ահա արդեն որոշ բան հայտնի է։ Planck Collaboration-ը 2018 թվականին Եվրոխարանի հետազոտական տվյալների հիման վրա ամփոփեց մեր կոսմոլոգիական հաշվարկները և հաստատեց, որ բարիոնային նյութը միայն փոքր բաժինն է մեր հայտնի տիեզերքի։ Այս արդյունքը միավորում է սուպերնովայի չափումները, մեծ կառուցվածքի դիտումները և միկրոալիքային ֆոնային պատկերը։ Բայց սա միայն քարտեզն է, ոչ թե նույնականացումը։ Մենք գիտենք, որ գրավիտացիան ասում է, ինչ-որ բան կա, և այդ ինչ-որ բան չի լույս տալիս։ Ֆրից Ցվիկին 1933 թվականին հրապարակած դիտարկումներով նախանշեց կլաստերների թաքնված զանգվածը։
Վերա Ռուբինը 1970-ականների ընթացքում Կալտեքում իրականացրած հետազոտություններով ցույց տվեց գալակտիկայի պտույտի արագությունների անսպասելի հարթությունը։ Այս դինամիկան տարբերվում է նրանից, ինչ տեսնում է մեր աչքը։ Եվ այսպես, գիտնականների աշխատանքը գծագրեց մի պատկեր։ Զանգվածի մեծ մասը մեզ չէ երևում, եւ դա ստիպեց մեր տրամաբանությունը փոխել։ Մոդելը, որը գիտնականները ընդունեցին, Լեմդեմը, համադրեց կոսմոլոգիական կայունությունը եւ մութ նյութի համար բանաձևված տեսությունն եւ համագիտեց շատ դիտողական տվյալներ իր մեջ։ Սակայն մոդելը աշխատում է որպես հաշվարկային ճարտարապետություն։ Այն չի պատասխանում այն հարցին, թե ինչն է այդ անտեսանելի բաղադրիչը ֆիզիկապես՝ մասնիկ, դաշտ, թե այլ բան։ Մենք առաջացել ենք երկու տեսակի խնդիրների առաջ։ Առաջինը, ինչպես փորձարկել մութ նյութի մասնիկային բնույթը լաբորատոր պայմաններում, եւ երկրորդը, ինչու վակուումի էներգիան տեսականորեն կանխատեսվում է անհամեմատ մեծ, քան աստղագիտական չափումները ցույց են տալիս։ Լուքսը եւ Զենոն Մեկտե Սանֆորդի եւ Գրանսասո լաբորատորիաներում կառուցեցին փորձեր մութ մասնիկների հայտնաբերման համար։ Նրանք դրել են խիստ սահմանափակումներ, բայց ոչ մի անմիջական ազդակ չի հայտնվել, ինչը նոր հարցեր առաջացրեց մեր մոտեցումների վերաբերյալ։ Ալիքները չեն ավարտվում։ ADMX-ը 100 տարյակների վերջին եւ 21-րդ դարի սկզբին Վաշինգտոնի համալսարանի եւ այլ կենտրոնների նախաձեռնությամբ շեշտը դրեց աքսիոնների վրա։ Այս փորձը ցույց տալիս է, որ մենք ունենք հզոր գործիքներ, բայց դեռևս ոչ այն ազդակը, որը կասեր այդ էր։ Իսկ CERN իլահցը Ժնևում ուղիղ որոնումներ իրականացրեց Վիմպիերի համար, իսկ արդյունքները ստիպեցին վերանայել մոտեցումները եւ նայել ոչ գերակշռող հնարավորություններին։ Բայց գիտական դրաման չի ծագում միայն յոգաձև փորձերից։ Այն ծագում է գաղափամե գաղափարների բախումից։ Մորթեհայ Միլգրոմը 1983 թվականին առաջարկեց մոնդը, փոփոխել Նյուտոնի օրենքները, որպիսի բացատրի գալակտիկաների պտույտները առանց ավելորդ զանգվածների։ Յակոբ Բեկենշտեյնն այս գաղափարին փորձեց տալ հարաբերականականացված տեսք, թիվեսը, եւ հայտնվեց հիմնարար ընտրության առջև։ Կսերժենք մասշտաբային օրենքները, թե ընդունենք նոր անդամ՝ մութ նյութը։ Այդ երկպեղկությունը դարձավ գիտության եւ փիլիսոփայության սահմանները փորձարկող հարթակ։ Յուրաքանչյուր անգամ, երբ նոր դիտում հայտնվում է, մենք կամ հարմարվում ենք տեսությանը, կամ ասում ենք՝ մի բան սխալ է մեր փորձարանում։ Այստեղ մտնում է Bullet Cluster-ը, Դոկտոր Դուգլաս Քլոուի եւ թիմի աշխատանքի հետ 2006 թվականը, որոնց տվյալները ցույց տվեցին զանգվածի եւ գազի տարանջատումը գրավիտացիոն քարտեզում։ Այս դիտումը առաջարկեց, որ մութը հազիվ թե լինի պարզապես մոդելային սխալ։ Այն պետք է լինի իրական ֆիզիկական բաղադրիչ, որը չի կապված բարիոնային նյութերի հետ։ Եվ դա կրկին տվեց մեզ ուժեղ նշան՝ շարունակել լաբորատոր ճանապարհը, ոչ միայն տեսական մտորումները։ Մինչդեռ ամենամեծ խնդիրը մնում է կոսմոլոգիական կայունության հարցը ու դրա սրտում վակուումի էներգիայի անհամապատասխանությունը։ Ֆիզիկ Սթիվեն Վայնբերգը 1989 թվականին ընդգծեց այս խնդիրը եւ ցույց տվեց մի խոր անհամապատասխանություն, որը կարող է լինել ֆիզիկայի պատմության մեջ ամենամեծը։ Սա հարց է այն մասին, թե ինչպես լաբորատոր հաշվարկով ստացվող արժեքը կարող է տարբերվել աստղագիտական սահմանափակումներից անհավանական մեծությամբ։ Լաբորատոր փորձերը ցույց են տալիս վակուումի հնարավոր ազդեցությունը, բայց աստղագիտական դիտումները սահմանափակում են այն, ինչ կարող է լինել իրականում։ Այստեղ պետք է համադրել գիտությունը եւ փիլիսոփայությունը։ Օնտոլոգիան ճակ տվեց։ Մենք պետք է որոշենք, թե արդյոք տեսանելի մասամբ է իրականությունը, թե գրավիտացիան է մեզ ասում ճշմարտությունը։ Այս հարցը ոչ միայն տիեզերաբանական խնդիր է, այն փոխում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է իրականությունը եւ որքան հուսալի են մեր չափումները։ Պարզ պատասխաններ այստեղ չկան։ Դիտողական տվյալները մեզ տվեցին հստակ ազդանշաններ։ Մենք գիտենք բաշխումը, քանի տոկոսն է բարիոնային եւ ինչ տոկոսը մութ, եւ այս գիտելիքը խիստ ձգում է մոդելները։ Planck Collaboration-ը սահմանեց կոսմոլոգիական պարամետրերը մեծ ճշգրտությամբ, սակայն այդ ճշգրտությունը չի նշանակում, որ գիտենք այն խորքը, որտեղից այդ էներգիան ծագում է կամ որոնց մասնիկները գոյություն ունեն։ Գիտելիքի այս տեսակը նման է քաղաքագրի, որը ունի ճշգրիտ քարտեզ, բայց չի ասում, թե ինչ է կատարվում մարդկանց ներսում։ Իսկ ինչ է կարևոր անձամբ ձեզ համար։ Եթե մոտ 95%-ը մնում է անտեսանելի, ապա մեր տեխնոլոգիաների, մեր միջավայրի եւ նույնիսկ մեր գիտելիքների չափումները չեն ամբողջացվում ամբողջությամբ։ Ավելացնենք, որ մութ նյութի բացահայտումը կարող է փոխել միջուկային ֆիզիկայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նորարարական ուղղությունները, օրինակ նոր էներգետիկ աղբյուրներ կամ տնային պայմաններում ազդանշանային կիրառություններ։
Այս պատճառով այս խնդրի հետ կապված աշխատանքի հետևելը անձնական է, նույնիսկ այն գիտնականների համար, ովքեր չեն աշխատում աստղագիտության ոլորտում։ Մենք չենք կարող նախապես ասել, թե ինչ մեթոդը կհաղթի հաջորդ փուլում։ Մի մասը հավատարիմ է նոր մասնիկային որոնումներին, մյուսները հավատում են, որ պետք է վերանայել ընդունված օրենքները։ Մեկ այլ մոտեցում առաջարկում է համատեղ լուծումներ, որոնք թույլ են տալիս տարբեր տեսարանների կանխատեսումները նույնացնել կամ կամակտուր տարբերակել։ Մուլտիպերսպեկտիվությունը ստիպում է գիտությանը առաջ շարժվել։ Առանց ռիսկի մենք չէինք ունենա այսօր ընդունված համակարգը։ Սա գիտական գործընթացի խարիսխն է։ Եթե փորձենք մասամբ ամփոփել, չենք կրկնել բոլոր մանրամասները, պարզապես ընդգծենք եզրերը։ Դիտողական տվյալները պահանջում են մութ բաղադրիչ կամ փոփոխված ուժային օրենքներ։ Lux, Xenon 1T, ADMX և CERN-ի փնտրտուքները բոլորն ստիպել են մեզ նայել ավելի խոր և նրբորեն։ Բայց ոչ մի արդյունք մինչև այժմ չի տալիս վերջնական պատասխան։ Ոչ մասնիկային իրերը չեն հայտնվել, ոչ էլ նոր օրենքները լիովին հաստատվեցին։ Մեր դիրքորոշումը կարող է լինել կառուցողական երկատյա։ Առաջինը՝ բարելավել էքսպերիմենտալ ճշգրտությունը, որը կարող է հաստատել մութ մասնիկները կամ բացել այլ տրամաբանական հնարավորություններ։ Օրինակ, խորը տեղակայված փորձերը և նոր աստղաբանական տեխնոլոգիաներ կարող են մի օր մատնանշել մութ սեկտորի մանրամասները։ Երկրորդը՝ տեսական նորարարություն։ Պետք է համարձակություն ունենանք վերանայել հիմնարար սկզբունքները և ստեղծել տեսական ֆրեյմվորքներ, որոնք կներկայացնեն տարբերական կանխատեսումներ, չմնալով մետաֆիզիկական չբացատրելի թվեր մեջ։ Այս ճանապարհը ոչ հեշտ է, բայց դա այն ուղին է, որով գիտությունը առաջ է գնում։ Ոչ անմիջական հերոսներ, ոչ ակնթարթային բացահայտումներ։ Մենք կհասնենք փոքր հաղթանակների և որոշ նահանջների միջոցով։ Այս պատմություններն ու մեթոդներն են, որոնք թույլ տվեցին մեզ բացահայտել աշխարհը։ Սա նաև փիլիսոփայական դաս է։ Պահանջվում է համբերություն, ճշգրտություն և արժեք, որը չի վախենում կասկածել։ Վերջնական, շատ անձնական հարցը, որը թողնում ենք ձեզ հետ։ Եթե մոտ 95%-ը ամբողջովին անտեսանելի է մեր հասկացողությանը, ապա ինչպիսի են ձեր հրապարակային և մասնագիտական պարտավորություններն այս իմաստով։ Այս թիվը չի պետք է սառեցնի մեզ միայն որպես գիտնականներ։ Այն պարտադրում է մեզ հարցնել, ինչքան վստահ ենք ամենում, ինչ կարծում ենք, որ գիտենք։ Հարցը գոյություն ունի ոչ միայն որպես գիտական փաստ, այլ որպես պատճառ շարունակելու որոնումը։ Եվ վերջապես, մի վերջին պատկեր։ Պատկերացրեք մեծ գրադարան, որի փոքր ու գեղեցիկ հղկավորները լուսավորված են, բայց մեծ մասը փակ է, փոշու շերտով։ Ձեր խնդիրն է չլինել միայն այն ընթերցողը, ով ընդունում է 3 այդ գրքերը, որոնք կարդում է ամեն օր։ Ձեր խնդիրն է մեկ փակ դուռ բացել և տեսնել, թե ինչ նոր ուղեցույցներ կան ներսում։ Գիտությունը այդպես է գործում։ Մենք չենք ավարտում, մենք հարցեր ենք տալիս, ստեղծում ենք փորձեր և սպասում հաջորդ ցուցվելուն։ Հաջորդ ցուցումը կարող է գալ լաբորատորից, երկնքից կամ տեսական ինքնազարգացումից, բայց հաստատ մի բան գիտենք։ Այն, ինչ կմնա հետո, կմնա որպես մեր ժամանակի մեծ հարցերից մեկը։ Ինչպես մենք կհանդուրժենք այն ժամանակ,